Անահիտը, 7 ամսական հղի ժառանգորդուհին, ուշագնաց է լինում շքեղ հիվանդանոցի ընդունարանում ամուսնու սիրուհու հետ անսպասելի բախումից հետո։ Անկման տեսանյութը վիրուսային է դառնում, սանձազերծելով լուռ պատերազմ իշխանության, հեղինակությունների ընտանեկան գաղտնիքների միջ։ Սակայն անանուն նամակն ու դատավարության ժամանակ թաքնված դեմքը բացահայտում են, որ ճշմարտությունը կարող է շատ ավելի մութ լինել, քան բոլորը պատկերացնում էին։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Առավոտյան լույսը Նայիրի բժշկական կենտրոնի լայն պատուհաններից ներս էր թափանցում Երանին բնորոշ այն լուսավորությամբ, երբ օրը դեռ չի կողմնորոշվել, արոտ է լինելու, թե անպամած։ Անահիտ Վարդանյանն ուղղեց մուգ կապույտ զգեստը 7 ամսական փորի վրա, զգալով հղիության մի շատ ավելի ծանր բանի ծանրությունը, որը չէր կարողանում անվանել։ Գուցե դա մենություն էր։ Գուցե վախ։ Կամ գուլց։ Եվ պարզապես հոգնածություն, ծածնելուց, թե ամեն ինչ կարգին է, երբ իրականում ոչինչ էլ կարգին չէր։ Նրա շուրջը հիվանդանոցը զուսպ շքեղություն էր արտանետում։ Թանկարժեք կաշվե բազմոցներ, նորաձության դիզայնի ամսագրեր, մի լռություն, որը թանկ արժեր։ Այնտեղ ամեն ինչ նախագծված էր, որպեսզի իր նման մարդիկ, որոնց ազգանունները դռներ են բացում գործարքներ կնքում, իրենց տանը զգան։ Բայց Անահիտն իրեն երբեք այնքան հեռու չէր զգացել տնից, որքան այդ առավոտ։ Նա նայեց սպասասրահի մյուս կանանց։ Նրանցից մեկը ամսագիր էր կարդում, ժպտալով կողքին նստած ամուսնուն։ Մյուսը հեռախոսով աշխույժ զրուցում էր իր կազմակերպած մանկական խնջույքի մասին։ Անահիտը հայացքը փախցրեց։ Չէր կարողանում տեսնել այն, ինչ ինքը չուներ, այն, ինչ Արմենը մերժում էր իրեն յուրաքանչյուր բացակայությամբ, կարևոր հանդիպումների անհետաձգելի գործուղումների մասին յուրաքանչյուր հորինված պատրվակով։ Արմեն Կարապետյան։ Նրա ամուսինը։ Այն տղամարդը, որը խոստացել էր լինել իր կողքին բոլոր կարևոր պահերին, որը, ճակատագրի հեգնանքով, բացակայում էր դրանց բոլոր։ Իից միջազգային հոլդինգի նախագահ, որը միշտ չափազանց զբաղված էր նրան հետազոտությունների ժամանակ ուղեկցելու համար, միշտ չափազանց ուշանում էր տանը ընթրելու համար, միշտ չափազանց հեռու էր, նկատելու համար, որ ինքը ներսից փշրվում է։ Անահիտը փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել իր ներսում անհանգիստ շարժվող երեխային։ Կարծես փոքրիկը զգում էր մոր տագնապը բողոքում դրա դեմ։ Նա ձեռքը դրեց փորին, շատ մեղմ շշնջաց, ավելի շատ իրեն, քան երեխային։ Ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։ Բայց նա գիտեր, որ ստում է։ Բուժքույրը կանչեց նրա անունը, Անահիտը դժվարությամբ ոտքի կանգնեց, բռնելով թանկարժեք պայուսակը, որը մայրը նվիրել էր նրան վերջին ծննդյան օրը։ Դատարկ նվեր, ինչպես Վարդանյանների կյանքում ամեն ինչ։ Արտաքին տեսք։ Միշտ արտաքին տեսք։ Նրա հայրը, Դավիթ Վարդանյանը, ֆինանսական կայսրություն էր կառուցել, հիմնված կայունության, վստահության իշխանության կերպարի վրա։ Եվ նրան դաստիարակել էին լինել այդ կերպարի կատարյալ շարունակությունը։ Ժպտալ ճիշտ պահերին։ Լռել անհրաժեշտ պահերին։ Ներկայացն։ Ել ընտանիքը նրբագեղությամբ, նույնիսկ երբ ներսում ամեն ինչ փլուզվում էր։ Հետազոտություններն արագ անցան։ Զարկերակային ճնշումը մի փոքր բարձր էր, բայց, ըստ բժշկի, անհանգստանալու կարիք չկար։ Երեխան լավ էր։ Անահիտը լավ էր։ Համենայն դեպս, այդպես էին ասում էկրանների թղթերի վրայի թվերը։ Նա քաղաքավարի շնորհակալություն հայտնեց, ժպտաց, ինչպես միշտ, վերադարձավ սպասասրահ, սպասելով արդյունքների վերջնական հաստատմանը։ Հենց այդ պահին նա տեսավ Սոնա Ավետիսյան։ Բարձրահասակ, էլեգանտ, բուրմունքով պատված, որն Անահիտն անմիջապես ճանաչեց, քանի որ նույնն էր զգացել շաբաթներ առաջ Արմենի բաճկոնի վրա։ Սոնան կրում էր սպիտակ, կիպ զգեստ, չափազանց բարձր կրունկներ պայուսակ, որը, հավանաբար, ավելի թանկ արժեր, քան շատերի մեքենան։ Բայց ուշադրություն գրավողը հագուստը չէր։ Կեցվածքն էր։ Այն, թե ինչպես նա մտավ սենյակ, կարծես տեղի տերն ինքն էր, կարծես լիակատար իրավունք ուներ այնտեղ լինելու, կարծես ոչ ոքի հաշիվ տալու կարիք չուներ։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Ձեռքերը սառեցին։ Շունչը կտրվեց կրծքում։ Սոնա Ավետիսյան։ Այն կինը, որը ամիսներ շարունակ զբաղեցնում էր բամբասանքի սյունակները։
Արմենի ենթադրյալ սիրուհին։ Այդքան անքուն գիշերների, այդքան անպատասխան հարցերի, այդքան վատ հորինված ստերի պատճառը։ Եվ նա այնտեղ էր։ Նույն հիվանդանոցում։ Նույն միջանցքում։ Կարծես ճակատագրի սադրանք լիներ։ Անահիտը փորձեց հայացքը փախցնել, բայց արդեն ուշ էր։ Սոնան արդեն տեսել էր նրան։ Եվ ավելի վատ, գալիս էր նրա ուղղությամբ։ Սոնայի յուրաքանչյուր քայլը մարմարե հատակին արձագանքում էր դատավճռի պես։ Անահիտը ցանկացավ հեռանալ։ Ցանկացավ վազել։ Ցանկացավ պարզապես անհետանալ։ Բայց նրա ծանր, հղի, հոգնած մարմինը չէր ենթարկվում մտքի հրամաններին։ Նա մնաց այնտեղ քարացած, մինչ Սոնան մոտենում էր մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ «Ողջույն, Անահիտ», ասաց Սոնան, նրա ձայնը սառն էր, ինչպես հիվանդանոցի օթորակիչը։ «Ինչ անակնկալ է քեզ այստեղ հանդիպելը»։ Անահիտը կուլ տվեց։ Փորձեց պահպանել հանգստությունը, ինչպես սովորեցրել էին իրեն ամբողջ կյանքում։ Թուլություն ցույց չտալ։ Հակառակորդին չպարգել իրեն կոտրված տեսնելու հաճույքը։ «Սոնա», պատասխանեց Անահիտը, ձայնն ավելի ամուր հնչեց, քան սպասում էր։ «Ինչ ես անում այստեղ»։ Սոնան ծիծաղեց։ Ցածր, արամարական, դաժան ծիծաղ։ «Կարող էի նույն հարցը քեզ տալ։ Բայց ենթադրում եմ, հետազոտությունների համար է, այնպես չէ՞։ Երեխայի մասին ես հոգ տանում։ Ինչքան հիացմունքի արժանի է։ Այդքան նվիրված մայր։ Ափսոս, որ ամուսինդ նույն խանդավառությունը չի կիսում»։ Բառերը քարերի պես ընկան Անահիտի վրա։ Յուրաքանչյուր վանք ընտրված էր վիրավորելու, դեռ չսպիացած վերքերը բացելու, աղլեցնելու այնտեղ, որտեղ արդեն այդքան ցավում էր։ «Դու իրավունք չունես խոսել իմ ամուսնության մասին», ասաց Անահիտը, այժմ նրա ձայնը դողում էր։ «Իրավունք չունես ինձ մոտ լինելու»։ Սոնան թոթվեց ուսերը, կարծես Անահիտի ցավն աննշան լիներ։ «Իրավունք։ Սիրելիս, իրավունքը մի բան է, որը նվաճում են։ Եվ ես նվաճել եմ Արմենի ուշադրությունն այնպես, ինչպես դու, ըստ երույթին, չես կարողացել։ Թերս այն պատճառով, որ դու չափազանց թույլ ես։ Չափազանց զգացմունքային։ Չափազանց կարիքավոր։ Արմենի նման տղամարդկանց ուժեղ կանայք են պետք, ոչ թե կանայք, որոնք միայն լաց լինել ու բողոքել գիտեն։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքները այրեցին աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Սոնային այդ հաղթանակը չէր պարքի։ «Դու ոչինչ չգիտես իմ մասին», ասաց Անահիտը, փորձելով ձայնն ամուր պահել։ «Եվ ոչինչ չգիտես այն մասին, ինչ Արմենն ու ես ունենք»։ Սոնան առաջ թեքվեց, ներխուժելով Անահիտի անձնական տարածք, խոսելով այնքան ցածր, որ միայն ինքը լսեր։ «Ես գիտեմ, որ նա քեզ չի սիրում։ Գիտեմ, որ հյուրանոցներում է քնում, որովհետև չի կարողանում տուն վերադառնալ։ Գիտեմ, որ անուն տալիս է ձանձրույթով, կարծես դու բեռ լինես, պարտականություն։ Եվ գիտեմ, որ երբ ինձ հետ է, նա ազատ է։ Երջանիկ։ Կենդանի»։ Անահիտի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Ամբողջ դաստիարակությունը, ամբողջ զսպվածությունը, ամբողջ հանգստությունը, որը նա տարիներ շարունակ մշակել էր, անհետացավ մի ակնթարթում։ Նա չպլանավորեց։ Չմտածեց։ Պարզապես արձագանքեց։ «Հեռացիր ճանապարհիցս», ասաց Անահիտը, երկու ձեռքով հրելով Սոնային։ Հրումը ուժեղ չէր։ Բռնի չէր։ Բայց բավական էր Սոնային հավասարակշռուտ։ Յունից հանելու համար, որը սայթաքեց բարձր կրունկների վրա մի քայլ հետ գնաց, բախվելով ամսագրերի սեղանիկին։ Սոնան արագ ուշքի եկավ, նրա աչքերը փայլեցին զայրույթի բավարարվածության խառնուրդով։ Կարծես ստացել էր հենց այն, ինչ ուզում էր։ Կարծես սադրել էր Անահիտին մինչ կոտրվելու աստիճան, միայն թե ապացուցեր, որ նա, իրոք, թույլ է։ «Դու դրա համար կզղջաս», ասաց Սոնան, ցածր սպառնալից։ Եվ հետո, մինչ Անահիտը կհասցներ պատասխանել, Սոնան շրջվեց հետ հրեց։ Բայց Սոնայի հրումը տարբեր էր։ Այն հաշվարկված էր։ Ուժեղ էր։ Ուղղորդված էր։ Անահիտը զգաց հարվածը ուսին, զգաց, թե ինչպես մարմինը կորցրեց հավասարակշռությունը, զգաց, թե ինչպես հատակը դանդաղեցված կադրի պես մոտեցավ։ Նա փորձեց բռնվել, փորձեց պաշտպանել փորը, բայց ժամանակ չկար։ Նրա մարմինը մարմարե հատակին դիպավ չոր ու սարսափելի ձայնով, որն արձագանքեց ամբողջ ընդունարանում։
Ցավն անմիջական էր։ Սուր, անտանելի։ Անահիտը փորձեց ճչալ, բայց չկարողացավ։ Փորձեց շնչել, բայց օդը ներս չէր մտնում։ Զգաց, թե ինչպես մի տաք բան հոսեց ոտքերի արանքով սարսափելի համոզվ։ Ածությամբ հասկացավ, որ ինչ-որ բան շատ վատ է։ Նրա շուրջը ձայներ սկսեցին ճչալ։ Բուժքույրերը վազեցին։ Ինչ-որ տեղ հեռվում ազդանշան հնչեց։ Ձեռքերը դիպան նրան, շրջեցին, զննեցին։ Բայց Անահիտն այլս այնտեղ չէր։ Նրա միտքը հեռու էր, ինչ-որ մութ ու լուռ տեղում, որտեղ ցավը չէր հասնում։ Վերջին բանը, որ Անահիտը տեսավ, մինչ ամեն ինչ մթագնեց, Սոնայի դեմքն էր։ Այնտեղ զղջում չկար։ Մեղքի զգացում չկար։ Միայն այն սառը, հաշվարկված, դատարկ հայացքը։ Եվ հետո, ոչինչ։ Դավիթ Վարդանյանի հեռախոսը զանգեց խորհրդի նիստի կեսին։ Նա սովորաբար անտեսում էր, բայց անծանոթ համարի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան պատասխանել։ Նաիրի բժշկական կենտրոնից էր։ Դուստրը միջադեպի մեջ էր ընկել։ Նա վերակենդանացման բաժանմունքում էր։ Վիճակը ծանր էր։ Դավիթն անջատեց հեռախոսը, առանց մի բառ ասելու, վերցրեց բաճկոնը, դուրս եկավ նիստերի դահլիճից, առանց բացատրություն տալու։ Կարիք չկար։ Ոչ ոք չէր հարցաքննում Դավիթ Վարդանյանին։ Դեպի հիվանդանոց ճանապարհին նա վախ չզգաց։ Դավիթը վախ զգացող մարդ չէր։ Նա խնդիրներ լուծող, իրավիճակները վերահսկող, փոփոխակ։ Անները շահարկող մարդ էր, մինչ դրանք համապատասխանեին իր շահերին։ Բայց երբ մտավ վերակենդանացման բաժանմունք, տեսավ Անահիտին, պառկած այդ մահճակալին, գունատ խողովակներով, միացված անթիվ սարքերի, որոնք ծվծվում ու թարթում էին, նրա ներսում ինչ-որ բան սասանվեց։ Դա հենց զգացմունք չէր։ Դավիթը վաղուց սովորել էր ճնշել զգացմունքները։ Բայց դա մոտ էր։ Ճաք զրահի վրա։ Հիշեցում, որ չնայած իր ողջ իշխանությանը, ողջ ազդեցությանը, նա դեռ մարդ էր։ Եվ դուստրն այնտեղ էր, փխրուն, դյուրաբեկ, մարդկային։ Բժիշկը բացատրեց իրավիճակը տեխնիկական տերմիններով, որոնք Դավիթը հազիվ ընկալեց։ Վնասվածք։ Արյունահոսություն։ Վտանգ երեխայի համար։ Արհեստական կոմա։ Պետք է սպասել։ Սպասել։ Դավիթ Վարդանյանը կյանքում երբեք ոչինչի չէր սպասել։ Միշտ ստիպել էր, որ բաներ տեղի ունենան։ Միշտ վերահսկել էր տեմպը, ուղղությունը, արդյունքը։ Բայց այնտեղ, այդ ստերիլ ու սպիտակ սենյակում, նա ոչինչի վրա վերահսկողություն չուներ։ Նա խնդրեց տեսնել անվտանգության տեսագրությունները։ Հիվանդանոցը տատանվեց, բայց Դավիթը տատանումներ ընդունող մարդ չէր։ 10 րոպե։ Անց նա փոքր սենյակում էր, դիտելով տեսանյութը բարձր հստակության մոնիտորի վրա։ Եվ տեսավ ամեն ինչ։ Տեսավ, թե ինչպես է Սոնան մոտենում Անահիտին։ Տեսավ լարված խոսակցությունը։ Տեսավ Անահիտի սկզբնական հրումը, թույլ պաշտպանական։ Եվ տեսավ Սոնայի հրումը, ուժեղ դիտավորյալ։ Տեսավ իր դստեր անկումը։ Տեսավ դրան հաջորդած խուճապը։ Դավիթը տեսանյութը 3 անգամ դիտեց։ Երրորդ անգամ նա արդեն հստակ գիտեր, թե ինչ է անելու։ Նա վերցրեց հեռախոսը, մի շարք զանգեր կատարեց։ Իր անձնական փաստաբանին։ Անվտանգության պետին։ Մի լրագրողի, որը նրան պարտական էր։ Տարածքը հսկող ոստիկանապետին։ Մի դատավորի, որը քաղաքական ամբիցիաներ ուներ, ֆինանսավորման կարիք։ Յուրաքանչյուր զանգ կարճ էր, ուղիղ, արդյունավետ։ Դավիթը չխնդրեց։ Չաղաչեց։ Պարզապես տեղեկացրեց, թե ինչ պետք է արվի։ Եվ գծի մյուս կողմում գտնվող մարդիկ գիտեին, որ հրաժարվելու տարբերակ չկա։ Սոնա Ավետիսյանը պետք է ոչնչացվեր։ Ոչ թե պարզապես պատժվեր։ Ոչնչացվեր։ Նրա կերպարը, կարիերան, սոցիալական կյանքը։ Ամեն ինչ պետք է համակարգված կերպով քանդվեր, մինչ չմնար ոչինչ, բացի ավերակներից, զղջումից։ Եվ Արմենը։ Արմեն Կարապետյանը։ Վախկոտ ամուսինը, որը չպաշտպանեց իր կնոջը, որը ներկա չէր, երբ պետք էր, որը թույլ տվեց, որ սիրուհին մոտենա հղի կնոջը։ Արմենը նույնպես պետք է վճարեր։ Ոչ այնպես, ինչպես Սոնան, քանի որ նա սխալ ազգանուն էր կրում, կապեր ուներ, որոնք Դավիթը պետք է ավելի զգույշ չեզոքացներ։ Բայց պետք է վճարեր։
Դավիթը վերադարձավ Անահիտի սենյակ։ Նստեց մահճակալի կողքին տասնամյակների ընթացքում առաջին անգամ բռնեց դստեր ձեռքը։ Նրա մաշկը սառն էր։ Մատները անշարժ։ Նա ոչինչ չասաց։ Չկային բառեր նրա զգացածի համար։ Բայց նա լուր խոստում տվեց։ Խոստում, որը կկատարեր իր կառուցած կայսրության ողջ ուժով։ Ոչ ոք անհետանք չի վիրավորում Վարդանյանին։ Մինչ Դավիթը պլանավորում էր իր մանրակրկիտ վրեժը, Արմեն Կարապետյանը քաղաքի մեկ այլ անկյունում գտնվող նիստերի դահլիճում էր, բոլորովին անտեղյակ, որ իր կյանքը փլուզվելու շեմին է։ Նա քննարկում էր արտադրողականության ցուցանիշներ, շահույթի մարժաներ, հաջորդ եռամսյակի կանխատեսումներ։ Բաներ, որոնք այդ պահին կարևոր էին թվում։ Նրա հեռախոսը թրթռաց։ Մեկ անգամ, երկու, երեք։ Նա անտեսեց։ Կարո շնորհանդեսի մեջ չէր կարող ընդհատվել։ Միայն երբ նրա օգնականը մտավ սենյակ, գունատ տեսանելիորեն նյարդայնացած, Արմենը հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ «Պարոն Կարապետյան, պետք է ձեզ հետ խոսեմ»։ «Շտապ է»։ Արմենը ներողություն խնդրեց, դուրս եկավ սենյակից։ Միջանցքում օգնականը նրան տվեց հեռախոսը։ «Նայիրի, բժշկական կենտրոնից են։ Ձեր կնոջ մասին է»։ Արմենը զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Վերցրեց հեռախոսը ձեռքերով, որոնք հանկարծ չափազանց ծանր թվացին։ Նորությունը հասավ հատվածաբար։ Միջադեպ։ Վերակենդանացում։ Ծանր վիճակ։ Երեխան վտանգի տակ։ Արմենն անջատեց հեռախոսը, կանգնեց միջանցքում, փորձելով ընկալել այն, ինչ հենց նոր լսել էր։ Անահիտը հիվանդանոցում է։ Անահիտը վտանգի մեջ է։ Անահիտը միայնակ է, որովհետև ինքն այնտեղ չէր։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Արմեն Կարապետյանը զգաց մի բան, որը հավակնություն, ցանկություն կամ ռազմավարություն չէր։ Նա զգաց մեղքի զգացում։ Ծանր, ճնշող, անխուսափելի։ Նա չեղարկեց հանդիպումը, շտապեց հիվանդանոց։ Ճանապարհին։ Փորձեց զանգել Անահիտին, կարծես նա կարող էր պատասխանել։ Փորձեց հիշել, թե վերջին անգամ երբ են իսկապես խոսել, իսկապես իրար աչքերի մեջ նայել, իսկապես ներկա եղել միմյանց համար։ Բայց հիշողությունները մշուշոտ էին, լուծված ամիսների բացակայությունների պատրվակների մեջ։ Երբ հասավ հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքի սպասասրահում գտավ Դավիթ Վարդանյանին։ Աները նստած էր, կոշտ, ձեռքերը միահյուսած, նայելով դատարկությանը։ Արմենը մոտեցավ, բայց մինչ կհասցներ որևէ բան ասել, Դավիթը ձեռքը բարձրացրեց, լռություն պահանջելով։ Ոչ, ասաց Դավիթը, նրա ձայնը ցածր, վտանգավոր, հանգիստ էր։ Դու խոսելու իրավունք չունես։ Ոչ հիմա։ Արմենը բերանը բացեց բողոքելու, բայց Դավիթի հայացքի մեջ ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել։ Դա զայրույթ չէր։ Ավելի վատ բան էր։ Հիասթափություն էր։ Դատապարտում էր։ Համոզմունք էր, որ Արմենը ձախողվել է։ Եվ նա ձախողվել էր։ Դավիթը ոտքի կանգնեց, քայլեց դեպի Արմենը, կանգնելով նրանից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Դու այնտեղ չէիր, ասաց Դավիթը։ Նա միայնակ էր։ Հղի, խոցելի, իսկ դու այնտեղ չէիր։ Ես չգիտեի, որ… Սկսեց Արմենը, բայց Դավիթն ընդհատեց նրան։ Դու երբեք չկաս։ Խնդիրը դա է։ Դու երբեք չկաս։ Եվ հիմա իմ դուստրը պայքարում է կյանքի համար, որովհետև դու չես կատարել քո միակ պարտականությունը։ Նրան պաշտպանելը։ Բառերը ապտակների պես էին։ Արմենը ցանկացավ պաշտպանվել, բացատրել, որ պարտականություններ ունի, որ ընկերություն ունի կառավարելու, որ չի կարող միաժամանակ բոլոր տեղերում լինել։ Բայց այդ բոլոր արդարացումները դատարկ էին հնչում նույնիսկ իր համար։ Դավիթը մի քայլ հետ գնաց, կարծես Արմենի մոտիկությունն անտանելի լիներ։ Ես տեսանյութը տեսել եմ, ասաց Դավիթը։ Գիտեմ, թե ով է դա արել։ Եվ գիտեմ, որ այդ մարդը կապ ունի քեզ հետ։ Արմենը զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Սոնան։ Դավիթը չպատասխանեց։ Կարիք չկար։ Ճշմարտությունն այնտեղ էր, կախված նրանց միջ, անհնար անտեսել։ Ես նրան կոչնչացնեմ, ասաց Դավիթը, նրա ձայնը պողպատի պես սառն էր։ Եվ դու ինձ կօգնես։
կամ կոչնչացվես նրա հետ միասին։ Դա խնդրանք չէր։ Հրաման էր։ Եվ Արմենը կյանքում առաջին անգամ իրեն լիովին անզոր զգաց։ 3 օր անցավ։ Անահիտ մնաց կոմայի մեջ։ Բժիշկները խոսում էին կայուն կենսական նշանների մասին, բայց ոչ ոք չգիտեր, թե երբ նա կարթնանա։ Կամ արդյոք կարթնանա։ Երեխան լավ էր, հրաշքով, բայց անցնող յուրաքանչյուր ժամս 1 ժամ անորոշություն էր։ Արմենը հիվանդանոցից դուրս չեկավ։ Քնեց անհարմար աթոռների վրա, կերավ այն, ինչ բերում էին, մերժեց հանդիպումներն ու զանգերը։ Տարիների ընթացքում առաջին անգամ նրա ընկերությունը առաջնահերթություն չէր։ Անահիտն էր։ Բայց այդ հսկողության օրերին ինչ-որ բան փոխվեց։ Արմենը մտածելու ժամանակ ունեցավ։ Խորհելու ժամանակ։ Հասկանալու ժամանակ, որ տարիներ շարունակ կայսրություն է կառուցել ամուսնություն քանդել։ Եվ հիմա, Անահիտին ընդմիշտ կորցնելու հնարավորության առաջ, նա գիտակցեց, թե որքան բան է կորցրել։ Նա մտածեց Սոնայի մասին։ Նրանց սիրավեպի մասին։ Այն մասին, թե ինչպես նա հայտնվեց իր կյանքում, երբ ինքը խոցելի էր, երբ ամուսնությունը սառն էր, երբ իրեն անտեսանելի էր զգում սեփական տանը։ Սոնան հուզիչ էր։ Նոր։ Տարբեր։ Բայց դա երբեք սեր չէր։ Փախուստ էր։ Եսասիրություն էր։ Վախկոտություն էր։ Եվ հիմա Անահիտն էր վճարում իր ընտրությունների գինը։ Արմենը գիտեր, որ Դավիթը ճիշտ է։ Սոնան պետք է վճարեր։ Ոչ միայն մարդկային օրենքներով, այլ հետանքների բնական արդարությամբ։ Նա վիրավորել էր Անահիտին։ Վտանգի տակ էր դրել երեխայի կյանքը։ Անցել էր մի գիծ, որը չէր կարելի չանցնել։ Եվ Արմենը թույլ էր տվել դա։ Ստեղծել էր միջավայր, որպեսզի դա տեղի ունենա։ Խթանել էր իրավիճակը իր բացակայություններով, ստերով, թուլություններով։ 4-րդ օրվա առավոտյան Արմենը մտավ Անահիտի սենյակ, ծնկի իջավ մահճակալի կողքին։ Բռնեց նրա ձեռքը, դեռ սառը, դեռ անշարժ, ցածր խոսեց, կարծես նա կարող էր լսել իրեն կոմայի միջով։ Ներիր ինձ։ Ներիր ամեն ինչի համար։ Այնտեղ չլինելու համար։ Քեզ չտեսնելու համար։ Քեզ չգնահատելու համար։ Դու ավելին էիր արժանի։ Ավելի լավին։ Մի տղամարդու, որը ներկա կլիներ, որը կսիրեր քեզ այնպես, ինչպես դու պետք է սիրված լինես։ Նա սպասեց պատասխանի, որը չեկավ։ Միայն մոնիտորների անընդհատ ձայնը լցնում էր լռությունը։ Եթե վերադառնաս, շարունակեց Արմենը, նրա ձայնը կոտրվեց, ես ուրիշը կլինեմ։ Խոստանում եմ։ Ներկա կլինեմ։ Քեզ կպաշտպանեմ։ Կլինեմ այն ամուսինը, որը դու միշտ ուզել ես, որ լինեմ։ Բայց նույնիսկ այդ խոստումները տալիս, Արմենը գիտեր, որ դրանք դատարկ են։ Որովհետև նա արդեն տվել էր այդ խոստումները նախկինում։ Զոհասեղանի մոտ։ Որպես զույգ իրենց ակնկալիքների ծննդյան պահին։ Յուրաքանչյուր տարեդարձին։ Եվ միշտ դրժել էր։ Որոշ մարդիկ չեն փոխվում։ Որոշ մարդիկ պարզապես խոստանում են փոխվել, մինչ ճգնաժամն անցնի, հետո նորից դառնում են հենց այն, ինչ միշտ եղել են։ Եվ Արմենը վախենում էր, որ ինքը այդ մարդկանցից է։ Դրսում, Երանի փողոցներում, պատմությունն արդեն սկսում էր հասնել մամուլին։ Անահիտի լուսանկարները, շտապ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելիս։ Լուրեր ամուսնու սիրուհու հետ վեճի մասին։ Ենթադրություններ երեխայի վիճակի մասին։ Լրատվամիջոցները արյան հոտ էին առել, ոչինչ ավելի լավ չէր վաճառում թերթերը, քան հզոր ընտանիքների հետ կապված սկանդալը։ Սոնա Ավետիսյանն այդ առավոտ արթնացավ, չիմանալով, որ իր կյանքը պայթելու շեմին է։ Նա նախաճաշեց, ստուգեց սոցիալական ցանցերը, պատասխանեց աշխատանքային նամակներին։ Ամեն ինչ նորմալ էր։ Ամեն ինչ վերահսկողության տակ։ Միայն երբ նրա հեռախոսը սկսեց անդադար զանգել, նա հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Զանգեր ընկերուհիներից, որոնք հարցնում էին, թե արդյոք նա լավ է։ Հաղորդագրություններ գործընկերներից, առցանց նորությունների հղումներով։ Նամակներ իր գովազդային գործակալությունից, շտապ պարզաբանումներ պահանջելով։ Սոնան բացեց առաջին հղումը, զգաց, թե ինչպես հատակը փախավ ոտքերի տակից։ Գործարարի սիրուհին մեղադրվում է հղի կնոջը հարվածելու մեջ։ Տեսանյութը ցույց է տալիս ամեն ինչ։
Այնտեղ նրա լուսանկարներն էին։ Հիվանդանոցից։ Անահիտին օգնություն ցուցաբերելիս։ Եվ ավելի վատ, անվտանգության տեսանյութի հատվածներ։ Խմբագրված իհարկե, ցույց տալու համար միայն այն պահը, երբ նա հրում է Անահիտին, կտրելով այն մասը, որտեղ Անահիտն է նրան առաջինը հրել։ Պատմությունը կառուցվում էր։ Եվ նա չարագործն էր։ Սոնան փորձեց զանգել Արմենին։ Նա չպատասխանեց։ Նորից փորձեց։ Նորից։ Ոչինչ։ Նա պետք է խոսեր նրա հետ։ Պետք է բացատրեր։ Պետք է, որ նա պաշտպաներ իրեն, ցույց տար պատմության ամբողջակա տարբերակը, օգտագործեր իր ազդեցությունը, իրեն պաշտպանելու համար այնպես, ինչպես խոստացել էր, որ կանի, եթե երբեք կարիք լինի։ Բայց Արմենը չէր պատասխանում։ Եվ Սոնան սկսեց հասկանալ ցավալի պարզությամբ, որ ինքը միայնակ է։ Հաջորդ օրերը դժոխքի իջնելու պես էին։ Ապրանքանիշերը չեղարկեցին պայմանագրերը։ Նրա մոդելային գործակալությունը հրաժարվեց նրանից։ Ընկերուհիները դադարեցին պատասխանել հաղորդագրություններին։ Նրա լուսանկարը բոլոր թերթերում էր, միշտ մակագրություններով, որոնք նրան ներկայացնում էին որպես ընտանիքներ քանդող, անսկզբունք կին, դաժան սիրուհի։ Եվ ամենավատն այն էր, որ նրա մի մասը գիտեր, որ արժանի է դրան։ Ոչ թե ինչ-որ բան պաշտպանելու համար, այլ իր կատարած ընտրությունների։ Ամուսնացած տղամարդու հետ կապվելու համար։ Հղի կնոջ հետ առերեսվելու համար։ Թույլ տալու համար, որ իր զայրույթն ու ճանաչվելու ցանկությունը նրան տանեն մի տեղ, որտեղից վերադարձ չկար։ Անահիտը բացեց աչքերը, չճանաչեց իր գլխավերի սպիտակ առաստաղը։ Չճանաչեց ախտահանված հոտը։ Չճանաչեց մոնիտորների անընդհատ ձայնը։ Մի պահ նա նույնիսկ ինքն իրեն չճանաչեց։ Որտեղ էր նա։ Ինչ էր պատահել։ Ինչու էր մարմինն այդքան ծանր, այդքան հեռու, կարծես ուրիշինը լիներ։ Նա փորձեց շարժվել, բայց մկանները չարձագանքեցին։ Փորձեց խոսել, բայց կոկորդը չոր էր, ցավոտ, կարծես օրերով ջուր չէր խմել։ Մի քանի անգամ թարթեց աչքերը, փորձելով աշխարհը կիզակետել, հենց այդ պահին տեսավ մի բուժքրոջ իր մահճակալի կողքին։ Բարի վերադարձ, Անահիտ, ասաց բուժքույրը բարի ժպիտով։ Դու մեզ շատ վախեցրիր։ Անահիտը փորձեց հարցնել, թե ինչ է կատարվում, բայց կարողացավ միայն խռպոտ, անհասկանալի ձայն հանել։ Բուժքույրն անմիջապես վերցրեց ջրով բաժակն ու ձողիկը, օգնելով Անահիտին դանդաղ խմել։ Դանդաղ։ Դուք մի քանի օր խողովակով էիք։ Կոկորդդ մի որոշ ժամանակ կցավա։ Օրեր։ Անահիտը փորձեց ընկալել տեղեկությունը։ Ինչ օրեր։ Քանի օր։ Կարծես կարդալով նրա մտքերը, բուժքույրը շարունակեց։ Դուք 7 օր է, Նաիրի բժշկական կենտրոնում եք։ Ընկել եք, կոմայի մեջ էիք։ Բայց հիմա լավանում եք։ Բժիշկները շատ ուրախ կլինեն, իմանալով, որ արթնացել եք։ Անկում։ Բառն արձագանքեց Անահիտի մտք։ Ում հեռավոր զանգի պես։ Եվ հետո հիշողությունները սկսեցին վերադառնալ։ Աստիճանաբար։ Հատվածաբար։ Սոնա։ Հիվանդանոցը։ Վեճը։ Հրումը։ Ցավը։ Վախը։ Երեխան։ Անահիտը ձեռքը տարավ փորին մի կտրուկ շարժումով, որը ստիպեց նրա ամբողջ մարմնին ցավից բողոքել։ Բայց նա ուշադրություն չդարձրեց։ Պետք է իմանար։ Պետք է համոզվեր։ Երեխաս, կարողացավ ասել նա, ձայնը հազիվ լսելի խռպոտ շշունջեր։ Երեխաս, լավ է։ Բուժքույրը ժպտաց ձեռքը դրեց Անահիտի ձեռքի վրա։ Ձեր երեխան լավ է։ Հրաշք էր, բայց նա լավ է։ Ուժեղ։ Պայքարող։ Իր մայրիկի պես։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքները հոսեցին դեմքով։ Հանգստության։ Երախտագիտության։ Հյուծվածության արցունքներ։ Նրա երեխան լավ էր։ Ուրիշ ոչինչ կարոր չէր։ Ոչինչ։ Բուժքույրը դուրս եկավ բժշկին կանչելու, Անահիտը մնաց մենակ իր մտքերի հետ։ 7 օր։ Նա կորցրել էր իր կյանքի 7 օրը։ 7 օր, որոնց ընթացքում աշխարհը շարունակել էր պտտվել առանց իրեն։
7 օր, որոնց ընթացքում նրա երեխան աճել էր իր ներսում, առանց իր գիտակցության։ 7 օր, որոնց ընթացքում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, կարող էր փոխվել։ Եվ փոխվել էր։ Նա դա գիտեր։ Զգում էր այն ձով, թե ինչպես էր մարմինն արձագանքում, ինչպես էր միտքը փորձում դասավորել հատվածական հիշողությունները, այն ներքին զգացողությամբ, որ ոչինչ այլս առաջվանը չի լինի։ Բժիշկը ժամանեց մի քանի րոպե անց, իր թիմի ուղեկցությամբ։ Նրանք հետազոտություններ կատարեցին, ստուգեցին նրա կենսական նշանները, հարցեր տվեցին հիշողության, կոորդինացիայի, տեսողության մասին։ Անահիտը մեխանիկորեն պատասխանեց ամեն ինչին, դեռ փորձելով ընկալել իր իրավիճակի իրականությունը։ «Ձեր բախտը շատ է բերել, տիկին Կարապետյան», ասաց բժիշկը։ «Անկումը կարող էր շատ ավելի լուրջ հետանքների հանգեցնել։ Բայց դուք երիտասարդ եք, ուժեղ, ձեր մարմինը լավ է արձագանքել բուժմանը։ Մի քանի օր էլ կպահենք ձեզ հսկողության տակ, բայց կանխատեսումը լավ է»։ Անահիտը գլխով արեց, բայց իրականում չէր լսում։ Նրա միտքը այլ տեղ էր։ Մտածում էր Սոնայի մասին։ Ինչ էր պատահել։ Ինչ էր սպասվում։ «Ընտանիքս գիտի, որ արթնացել եմ», հարցրեց Անահիտը։ «Այո։ Նրանց անմիջապես կտեղեկացնեն։ Ձեր հայրը միջադեպից ի վեր հիվանդ է։ Նոցում է։ Եվ ձեր ամուսինը նույնպես»։ Արմենն այնտեղ էր։ 7 օր շարունակ։ Տեղեկությունը պետք է նրան հանգստություն բերեր, բայց Անահիտը միայն տարօրինակ դատարկություն զգաց։ Կարծես Արմենի ներկայությունն այլս աննշան լիներ։ Կարծես նրանց միջ ամեն ինչ վաղուց ավարտված լիներ, ինքը միայն հիմա էր դա գիտակցում։ Դավիթ Վարդանյանն առաջինը մտավ սենյակ։ Անահիտը հազիվ ճանաչեց նրան։ Հայրը միշտ տպավորիչ կերպար էր, միշտ անթերի, միշտ վերահսկող։ Բայց այն տղամարդը, որը մտավ այդ սենյակ, ինչ-որ կերպ ավելի փոքր էր թվում։ Ավելի ծեր։ Ավելի հոգնած։ Նա քայլեց դեպի մահճակալը, Անահիտի հիշողության մեջ առաջին անգամ նա արցունքներ տեսավ հոր աչքերում։ «Անահիտ», ասաց նա, ձայնը կոտրվեց։ «Դու վերադարձար»։ Նա փորձեց ժպտալ, բայց ջանքը չափազանց մեծ էր։ «Բար, հայրիկ»։ Դավիթը բռնեց նրա ձեռքը զարմանալի ուժով սեղմեց, կարծես վախենում էր, որ նա նորից կանհետանա։ «Ես մտածում էի, որ կորցրել եմ քեզ։ Մտածում էի, որ…» Նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Կարիք չկար։ Անահիտը հասկանում էր։ Տեսնում էր նրա դեմքին այն ամենը, ինչ նա չէր կարողանում ասել։ Վախը, հուսահատությունը, խոցելիությունը, որը Դավիթ Վարդանյանի նման մարդը երբեք ոչ ոքի թույլ չէր տալիս տեսնել։ «Ես այստեղ եմ», ասաց Անահիտը։ «Ես լավ եմ»։ Բայց նա լավ չէր։ Եվ երկուսն էլ դա գիտեին։ Դավիթն արագ ուշքի եկավ, սրբելով աչքերը վերադառնալով այն կոշտ կեցվածքին, որը միշտ պահպանում էր։ «Շատ բան կա, որ պետք է իմանաս», ասաց նա։ «Բաներ, որոնք տեղի են ունեցել, մինչ դու բացակայում էիր։ Բայց դա կարող է սպասել։ Նախ, դու պետք է ապաքինվես»։ Անահիտը գլուխը թափահարեց։ «Ոչ։ Ես ուզում եմ հիմա իմանալ։ Ինչ է պատահել։ Ինչ ես արել»։ Դավիթը տատանվեց։ Անահիտը տեսավ ներքին պայքարը նրա աչքերում։ Նա ուզում էր պաշտպանել իրեն։ Խնայել։ Բայց նա այլս այն աղջիկը չէր, որին կարող էր պաշտպանել աշխարհից։ Նա մի կին էր, որը բախվել էր սարսափելի բանի վերապրել։ Եվ նա արժանի էր ճշմարտությանը։ «Սոնա Ավետիսյանը ձերբակալված է», ասաց Դավիթը։ «Քրեական գործ է հարուցված։ Հարձակում։ Անփութություն։ Մեղադրանքները լուրջ են, ապացույցներն անհերքելի։ Նա կվճարի իր արածի համար»։ Անահիտը լուռ ընդունեց տեղեկությունը։ Նրա մի մասը բավարարվածություն զգաց։ Արդարությունը հաղթանակում էր։ Բայց մյուս մասը, մի մաս, որը նա չէր ուզում ընդունել, ավելի բարդ բան զգաց։ Խղճահարություն։ Մեղքի զգացում։ Նա հստակ չգիտեր։ «Իսկ Արմենը», հարցրեց Անահիտը, գրեթե վախենալով պատասխանից։ Դավիթի դեմքը քարացավ։ «Արմենը դրսում է։ Նա առաջին օրվանից այստեղ է։ Բայց Անահիտ, դու պետք է իմանաս։
Նա, Սոնան. Իսկապես։ Ես գիտեմ, ընդհատեց Անահիտը։ Ես միշտ իմացել եմ։ Պարզապես ծածնում էի, թե չգիտեմ, որովհետև դա ավելի հեշտ էր, քան ճշմարտությանը դեմ առ դեմ կանգնելը։ Դավիթը ծանր հոգոց հանեց։ Նա ուզում է քեզ տեսնել։ Ուզում է քեզ հետ խոսել։ Բայց դու պարտավոր չես նրան տեսնել, եթե չես ուզում։ Կարող եմ նրան հեռացնել։ Կարող եմ երաշխավորել, որ նա այլս երբեք քեզ չի մոտենա։ Անահիտը երկար մտածեց։ Արմեն։ Նրա ամուսինը։ Իր երեխայի հայրը։ Այն տղամարդը, որը խոստացել էր սիրել պաշտպանել իրեն, ձախողվել էր երկուսում էլ։ Նա պետք է ատեր նրան։ Պետք է ցանկանար նրան հեռացնել, այլս երբեք չտեսնել, ջնջել նրա գոյությունը իր կյանքից։ Բայց ատելությունը էներգիա է պահանջում։ Կիրք է պահանջում։ Եվ Անահիտն այլս ոչինչ չէր զգում Արմենի հանդեպ։ Միայն խորը հոգնածություն, հեռավոր տխրություն։ Թող ներս մտնի, վերջապես ասաց Անահիտը։ Ես պետք է նրա հետ խոսեմ։ Պետք է որոշ բաներ ասեմ։ Դավիթը գլխով արեց, թե պարզ էր, որ հավանություն չի տալիս։ Նա համբուրեց Անահիտի ճակատը, դուրս եկավ սենյակից, նրան մենակ թողնելով իր աճող անհանգս տության հետ։ Մի քանի րոպե անց Արմենը ներս մտավ։ Եվ Անահիտը հազիվ ճանաչեց նրան։ Նա հյուծված էր, գունատ, խորս շրջանակներով, աչքերի տակ չսափրված մորուքով։ Հագին նույն հագուստն էր, ինչ մի քանի օր առաջ, ճմրթված կեղտոտ։ Նա մի մարդու տեսք ուներ, որը մի քանի օրում տարիներով ծերացել էր։ Նա կանգնեց դռան մոտ, կարծես վախենում էր մոտենալ։ Անահիտ, ասաց նա, ձայնը լի էր հուզմունքով։ Դու արթնացար։ Փառք Աստծո, դու արթնացար։ Անահիտը լուռ նայեց նրան։ Ուսումնասիրեց նրա դեմքը։ Փնտրեց անկեղծության, իրական զղջման նշաններ։ Եվ գտավ դրանք։ Բայց գտավ նա ավելին։ Ինքնախղճահարություն։ Արմենի ցավը միայն իր համար չէր։ Իր համար էր։ Իր ընտրությունների։ Իր հետանքների։ Կարող ես մոտենալ, ասաց Անահիտը, ձայնը չեզոք էր։ Չեմ գծի։ Արմենը քայլեց դեպի մահճակալը, զգուշորեն նստեց կողքի աթոռին։ Նա ձեռքը մեկնեց, կարծես ուզում էր դիպչել նրան, բայց հետո մտափոխվեց, հետ քաշեց։ Ներիր ինձ, ասաց նա, բառերը հեղեղի պես թափվեցին։ Ներիր ամեն ինչի համար։ Այնտեղ չլինելու համար, երբ դու իմ կարիքն ունեիր։ Սոնա։ Համար։ Քեզ վիրավորելու համար։ Սարսափելի ամուսին լինելու համար։ Ես չգիտեմ, ինչպես սա ուղղել։ Չգիտեմ, ինչպես անել, որ դու ինձ ներես։ Բայց ես ուզում եմ փորձել։ Ես պետք է փորձեմ։ Անահիտը թույլ տվեց, որ բառերը կախված մնան նրանց միջ օդում։ Նա այնքան երկար էր սպասել դրանք լսելուն։ Երազել էր, որ Արմենը կգա իր մոտ, կընդունի իր սխալները, ներողություն կխնդրի։ Բայց հիմա, երբ դա տեղի էր ունենում, նա հայտնաբերեց, որ բառերը դատարկ են։ Չափազանց ուշ են։ Անբավարար են։ Դու ներողություն ես խնդրում, ասաց Անահիտը, ավելի շատ որպես հաստատում, քան հարց։ Դու հիմա ես ներողություն խնդրում։ Իսկ առաջ։ Երբ ես քեզ աղաչում էի ներկա լինել։ Երբ խնդրում էի ինձ տեսնել։ Երբ քո կարիքն ունեի, իսկ դու միշտ ավելի կարևոր գործ ունեիր։ Այդ ժամանակ ներողություն խնդրում էիր։ Արմենը գլուխը կախեց։ Ես եսասեր էի։ Կույր էի։ Ես կարծում էի, որ ֆինանսապես ապահովելը բավարար է։ Կարծում էի, որ եթե քեզ գեղեցիկ տուն, թանկարժեք հագուստ, հարմարավետ կյանք տամ, դա սեր կլինի։ Բայց դա սեր չէր։ Ես դա հիմա գիտեմ։ Բայց Անահիտը նրա ներողությունները չէր ուզում։ Ոչ հիմա։ Գուցե երբեք։ Գիտես, որն է ամենավատը, Արմեն, ասաց նա, ձայնն ուժգնացավ։ Դավաճանությունը չէ։ Սոնան չէ։ Այն է, որ դու ինձ անտեսանելի դարձրիր։ Իմ սեփական տանը, իմ սեփական ամուսնության մեջ ես անտեսանելի էի։ Եվ երբ վերջապես փորձեցի ինձ տեսանելի դարձնել, երբ փորձեցի պայքարել ինձ համար, գրեթե կորցրի ամեն ինչ։ Իմ կյանքը։ Իմ երեխային։
Իմ բանականությունը։ Ես գիտեմ, ասաց Արմենը, արցունքները հոսում էին դեմքով։ Եվ ես իմ կյանքի մնացած մասը կփորձեմ դա հատուցել։ Խոստանում եմ։ Ես ավելի լավը կլինեմ։ Կլինեմ այն ամուսինը, որին դու արժանի ես։ Այն հայրը, որին մեր երեխան արժանի է։ Անահիտը նայեց նրան խորը տխրություն զգաց։ Որովհետև նա ճանաչում էր Արմենին։ Ճանաչում էր նրա խոստումները։ Ճանաչում էր օրինաչափությունը։ Նա կփոխվեր մի քանի շաբաթ, գուցե մի քանի ամիս։ Կլիներ ուշադիր, ներկա, նվիրված։ Բայց աստիճանաբար այնքան դանդաղ, որ նա նույնիսկ չէր նկատի, նա կվերադառնար նրան, ով միշտ եղել է։ Եվ նրանք նորից կլինեին նույն տեղում։ Փակված նույն շրջանի մեջ։ Ես չեմ ուզում քո խոստումները, Արմեն, ասաց Անահիտը, ձայն ամուր էր, չնայած հոգնածությանը։ Ես այլս չեմ հավատում դրանց։ Ես այլս չեմ վստահում քեզ։ Բառերը սրերի պես ընկան նրանց միջ։ Արմենը կարծես կծկվեց, ասես ֆիզիկական հարված ստացած լիներ։ Ինչ ես ասում, հարցրեց նա, թե արդեն գիտեր պատասխանը։ Ասում եմ, որ երբ ես այստեղից դուրս գամ, քեզ մոտ չեմ վերադառնա։ Կմնամ Սանի ամառանոցում, մինչ երեխան ծնվի։ Եվ դրանից հետո կխոսենք ամուսնալուծության մասին։ Ոչ, ասաց Արմենը, ձայնը կոտրվեց։ Ոչ, Անահիտ, խնդրում եմ։ Ես քեզ սիրում եմ։ Ես սիրում եմ մեր երեխային։ Մի արա դա։ Մի քանդիր մեր ընտանիքը։ Անահիտը ցավի խայթոց զգաց կրծքում։ Բայց դա Արմենի համար չէր։ Այն բանի համար էր, ինչ նրանք կարող էին լինել երբեք չեղան։ Այն ապագայի համար, որը նա պատկերացրել էր, որն այժմ գիտեր, որ երբեք գոյություն չի ունենա։ Դու մեր ընտանիքը քանդել ես շատ ավելի վաղ, քան ես ընկա, Արմեն։ Ես պարզապես հիմա եմ դա գիտակցում։ Արմենը խորասուզվեց աթոռի մեջ, իր սեփական արարքների ծանրությունը վերջապես ճզմեց նրան։ Նա ուզում էր վիճել։ Ուզում էր համոզել նրան։ Բայց ինչ փաստարկներ ուներ։ Ինչ ապացույցներ կարող էր ներկայացնել, որ այլ կերպ կլինի։ Ոչինչ։ Նա ոչինչ չուներ, բացի դատարկ բառերից դրժված խոստումներից։ Խնդրում եմ, ասաց նա, վերջին հուսահատ փորձով։ Գոնե մտածիր երեխայի մասին։ Նա արժանի է հայր ունենալու։ Եվ նա հայր կունենա, պատասխանեց Անահիտը։ Բայց ես արժանի եմ զուգընկեր ունենալու։ Եվ դու երբեք դա չես եղել։ Այնպես որ ես կանեմ այն, ինչ պետք է վաղուց անեի։ Ես կընտրեմ ինձ։ Արմենը դանդաղ ոտքի կանգնեց, պարտված։ Նա վերջին անգամ նայեց Անահիտին, կարծես հիշում էր նրա դեմքը, կարծես դա վերջն էր մի բանի, որը նա երբեք չէր գնահատել, քանի դեռ ուներ։ Ես կհարգեմ քո որոշումը, վերջապես ասաց նա։ Բայց իմացիր, որ ես երբեք չեմ դադարի զղջալ։ Երբեք չեմ դադարի ցանկանալ, որ կարողանայի ժամանակը հետ ալ ամեն ինչ այլ կերպ անել։ Բայց մենք չենք կարող ժամանակը հետ տալ, ասաց Անահիտը։ Մենք կարող ենք միայն առաջ շարժվել։ Արմենը գլխով արեց, շրջվեց դուրս եկավ սենյակից։ Եվ Անահիտը նորից մենակ մնաց, զգալով հանգստության տխրության տարօրինակ խառնուրդ։ Նա ճիշտ բան էր արել։ Դա գիտեր իր սրտում։ Բայց դա որոշումը պակաս ցավոտ չէր դարձնում։ Հաջորդ օրերին Անահիտն աստիճանաբար ուժեղացավ։ Ֆիզիկապես նրա մարմինը վերականգնվում էր։ Ցավերը նվազում էին։ Ուժը վերադառնում էր։ Բժիշկները տպավորված էին նրա ապաքինմամբ, այն հրաշք անվանելով։ Բայց հուզական վերականգնումն ավելի դանդաղ էր։ Անահիտը գիշերները ժամերով արթուն էր մնում, վերապրելով այն, ինչ տեղի էր ունեցել։ Փորձելով հասկանալ, թե ինչպես էր իր կյանքը հասել այս կետին։ Փորձելով պատկերացնել, թե ինչ է սպասվում։ Հենց այդ անքուն գիշերներից մեկի ընթացքում նա որոշում կայացրեց։ Նա ոչ միայն պետք է վերապրեր սա։ Նա պետք է փոխակերպեր սա։ Պետք է վերցներ ողջ ցավը, ողջ զայրույթը, ողջ տրավման դարձներ այն ինչ-որ նշանակալի բանի։ Մի բանի, որը կարող էր օգնել այլ կանանց, ովքեր անցել էին նրա ճանապարհով։ Հաջորդ առավոտ, երբ Դավիթը եկավ նրան տեսնելու, Անահիտը նստած էր մահճակալին, նոթատետրով, տենթագին գրելով։ Ինչ ես անում, հարցրեց Դավիթը։
Պլաններ եմ կազմում, պատասխանեց Անահիտը, նրա աչքերը փայլում էին մի վճռականությամբ, որը հայրը տարիներ շարունակ չէր տեսել։ Ես հիմնադրամ եմ ստեղծելու։ Կազմակերպություն, խոցելի իրավիճակներում գտնվող կանանց օգնելու համար։ Հղի կանանց, որոնց լքել են։ Կանանց, որոնք բախվում են հուզական բռնության։ Կանանց, որոնք աջակցության կարիք ունեն, չգիտեն, որտեղ գտնել։ Դավիթը դանդաղ նստեց, ընկալելով դստեր խոսքերը։ Դա հիացմունքի արժանի է, Անահիտ։ Բայց վստահ ես։ Այս ամենից հետո դու ուզում ես էլ ավելի բացահայտվել։ Անահիտը նայեց հորը մի պարզությամբ, որը նախկինում չուներ։ Ես ամեն դեպքում բացահայտվելու եմ։ Լրատվամիջոցներն արդեն խոսում են իմ մասին։ Մարդիկ արդեն կարծիքներ են կազմում։ Բայց փոխանակ լինելու այն թույլ զոհը, որը նրանք ուզում են, որ ես լինեմ, ես կլինեմ այն ուժեղ վերապրողը, որը ես եմ ընտրում լինել։ Ես կօգտագործեմ իմ հարթակը, իմ անունը, իմ պատմությունը փոփոխություն բերելու համար։ Դավիթը երկար լուռ մնաց։ Եվ հետո երկրորդ անգամ, երբ Անահիտն արթնացավ, նա արցունքներ տեսավ հոր աչքերում։ Դու ավելի ուժեղ ես, քան ես երբեք կարծել եմ, ասաց նա։ Մայրդ կհպարտանար։ Մոր հիշատակումը, որը մահացել էր գրեթե 10 տարի առաջ, ինչ-որ խորը բան շոշափեց Անահիտի մեջ։ Մայրը բարի էր, կարեկից, նվիրված սոցիալական գործերին։ Բայց նա ճնշված էր այն աշխարհի կողմից, որտեղ նրանք ապրում էին։ Վարդանյան ազգանվան ակնկալիքների։ Անահիտը միշտ մտածել էր, թե արդյոք մայրը երջանիկ է եղել։ Արդյոք նա ապրել է այն կյանքը, որն ուզում էր, թե պարզապես այն կյանքը, որը նրան պարտադրվել էր։ Ես կպատվեմ նրա հիշատակը, անելով սա, ասաց Անահիտը։ Ես կապրեմ այն կյանքը, որը նա չկարողացավ ապրել։ Եվ այսպես սկսվեց Ավրորա հիմնադրամի ստեղծումը։ Անուն, որն ընտրել էր Անահիտը, խորհրդանշելու նոր սկիզբ, նոր լույս խավարից հետո։ Դավիթի ֆինանսական աջակցությամբ նվիրված թիմով, որը նա սկսեց հավաքել, հիմնադրամն արագ ձևավորվեց։ Բայց մինչ Անահիտն աշխատում էր իր ցավից դրական բան կառուցելու վրա, այլ իրադարձություններ էին զարգանում նրա վերահսկողությունից դուրս։ Սոնա Ավետիսյանի դեմ քրեական գործն արագ առաջ էր ընթանում։ Ապացույցները ջնշող էին։ Անվտանգության տեսանյութը, վկաների ցուցմունքները, Սոնայի Արմենի միջ հաղորդագրությունների պատմությունը։ Ամեն ինչ մատնանշում էր դիտավորյալ հարձակում։ Սոնան փորձեց պաշտպանվել, վարձեց լավագույն փաստաբաններին, որոնց կարող էր թույլ տալ իր գնալով նվազող գումարով։ Պնդեց, որ իրեն սադրել են, որ Անահիտն է առաջինը հրել, որ ինքնապաշտպանվել է։ Բայց պատմությունն արդեն հաստատված էր։ Նա չարագործն էր։ Ընտանիքն։ Երգանդողը։ Այն կինը, որը գրեթե սպանեց անմեղ հղի կնոջը։ Լրատվամիջոցները խժռում էին յուրաքանչյուր տեղեկատվության կտոր։ Ամսագրերը հատուկ թողարկումներ էին անում գործի մասին։ Հեռուստահաղորդումները քննարկում էին իրավական բարոյական ասպեկտները։ Սոցիալական ցանցերը բաժանվել էին նրանց, ովքեր լիովին դատապարտում էին Սոնային, այն սակավաթիվ մարդկանց, ովքեր կասկածում էին, թե արդյոք ամբողջ պատմությունն է պատմվում։ Բայց այն, ինչ ոչ ոք չգիտեր, ինչ նույնիսկ Անահիտը լիովին չգիտեր, Սոնայի պատմությունն էր։ Իրական պատմությունը։ Ոչ թե դեղին մամուլի նկարագրած տարբերակը, այլ մերժման լքվածության կողմից նշանավորված կյանքի մերկ իրականությունը։ Սոնա Ավետիսյանը մեծացել էր մանկատներում։ Ընտանիքից ընտանիք էր տեղափոխվել, երբեք բավականաչափ երկար չմնալով արմատներ գցելու համար։ Երբեք չընտրվելով։ Միշտ վերադարձվելով։ Կարծես թերի արտադրանք լիներ, որը ոչ ոք չէր ուզում պահել։ 16 տարեկանում նա վերջապես փախավ համակարգից, փորձեց սեփական կյանք կառուցել։ Նորաձության աշխարհ մտավ պատահաբար, հայտնաբերվելով մի լուսանկար։ Րջի կողմից, որը նրա մեջ տեսավ այն, ինչ ուրիշ ոչ ոք չէր տեսնում։ Գեղեցկություն։ Ներուժ։ Արժեք։ Բայց Սոնան խորը վերքեր ուներ։ Եվ խորը վերքերը չեն սպիանում միայն այն պատճառով, որ դու գեղեցիկ ես կամ հաջողակ։ Դրանք դրսևորվում են կործանարար հարաբերություններում, վատ ընտրություններում, սիրված, տեսանելի, ընտրված լինելու հուսահատ կարիքի մեջ։ Արմենը ներկայացնում էր այդ ամենը։ Նա հզոր էր, կայացած, հարգված։ Եվ նա ընտրել էր իրեն։ Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկն իսկապես ընտրել էր իրեն։
Եվ Սոնան կառչեց դրանից մի ինտենսիվությամբ, որը սահմանակից էր մոլուցքի։ Նա գիտեր, որ նա ամուսնացած է։ Գիտեր, որ դա սխալ է։ Բայց նրա կոտրված մասը ուշադրություն չէր դարձնում։ Որովհետև մյուս կինը լինելը դեռ ավելի լավ էր, քան ոչ ոք լինելը։ Դեռ ավելի լավ էր, քան անտեսանելի լինելը։ Եվ երբ Անահիտը հայտնվեց այդ առավոտ հիվանդանոցում, հղի խոցելի, Սոնան զով չտեսավ։ Նա մրցակից տեսավ։ Տեսավ այն կնոջը, որն ուներ այն ամենը, ինչ ինքն էր ուզում։ Ազգանունը, օրինականությունը, Արմենի սերը, նույնիսկ եթե նա դա ցույց չէր տալիս։ Հրու։ Պլանավորված չէր։ Իմպուլսիվ էր։ Տարիների ճնշված զայրույթի, կուտակված մերժման, չմշակված ցավի ֆիզիկական դրսևորումներ։ Եվ հիմա Սոնան վճարում էր գինը։ Ոչ միայն մարդկային օրենքներով, այլ մի հասարակության դատաստանով, որը հետաքրքրված չէր նրա բարդությունները հասկանալով։ Նստած իր ժամանակավոր խցում, դատավարությանը սպասելիս, Սոնան մտածում էր, թե ինչպես է հասել այստեղ։ Բոլոր ընտրությունների մասին, որոնք կատարել է։ Բոլոր նախազգուշացնող նշանների մասին, որոնք անտեսել է։ Այն մասին, թե ինչպես է թույլ տվել, որ իր ցավը իրեն դարձնի մի բան, որը նա երբեք չէր ուզեցել լինել։ Նա չար չէր։ Դա գիտեր։ Բայց չար բաներ էր արել։ Վիրավորել էր ինչ-որ մեկին։ Գրեթե կյանք էր խլել։ Եվ դա չէր կարելի հետ բերել։ Անկախ նրանից, թե քանի արդարացում ուներ, քանի բացատրություն կարող էր առաջարկել։ Արդյունքը նույնն էր։ Անահիտը հրաշքով կենդանի էր։ Եվ երեխան նույնպես։ Բայց կարող էր այլ կերպ լինել։ Եվ Սոնան պետք է ապրեր այդ գիտակցությամբ ընդմիշտ։ Մինույն ժամանակ Արմեն Կարապետյանը բախվում էր իր սեփական տեսակի բանտարկությանը։ Ոչ թե և ֆիզիկական խցի, այլ սոցիալական բանտի։ Նրա հեղինակությունը քանդված էր։ Ընկերությունները, որոնք նախկինում գործընկերություն էին փնտրում, այժմ խուսափում էին նրանից։ Միջոցառումների հրավերները չեղարկվում էին։ Ընկերները դադարում էին պատասխանել նրա զանգերին։ Նրա ընկերության խորհուրդը ճնշում էր գործադրում նրա վրա, հրաժարական տալու համար։ Բաժնետերերը պահանջում էին փոփոխություններ ղեկավարությունում։ Ընկերության կերպարը արատավորվում էր ասոցիացիայի պատճառով, դա անընդունելի էր բիզնեսի աշխարհում։ Արմենը պայքարում էր իր դիրքը պահպանելու համար։ Վարձեց հասարակայնության հետ կապերի մասնագետների։ Տվեց զգուշորեն կազմակերպված հարցազրույցներ, որտեղ իրեն ներկայացնում էր որպես զղջացող մարդ, ամուսին, որը սխալներ է գործել, բայց խորապես սիրում է իր կնոջն ու երեխային։ Բայց ոչ ոք չէր հավատում պատմությանը։ Որովհետև մարդիկ տեսնում էին դիմակի տակ։ Տեսնում էին մի մարդու, որը փորձում է փրկել սեփական մաշկը, ոչ թե իսկապես զղջացողի։ Տեսնում էին մանիպուլյացիա, ոչ թե քավություն։ Եվ գուցե Արմենի համար ամենացավալին այն է, որ գիտակցեց, որ Անահիտը ճիշտ էր։ Նա չէր փոխվել։ Նույնիսկ հիմա, նույնիսկ ամեն ինչ կորցնելու հնարավորության առաջ, նրա առաջին մտահոգությունը ոչ թե նրա կամ երեխայի մասին էր։ Իր կերպարի, իր կարիերայի, իր պահպանման։ Նա հենց այն էր, ով միշտ եղել է։ Եվ հավանաբար միշտ կլիներ։ Կոմայից արթնանալուց մեկ ամիս անց Անահիտը դուրս գրվեց հիվանդանոցից։ Դավիթը կազմակերպեց ամեն ինչ, որպեսզի նա տեղափոխվի Սանի ափին գտնվող ընտանեկան ամառանոց։ Հեռու լրատվամիջոցներից, հեռու քաոսից, հեռու այն ամենից, ինչը նրան ցավ էր պատճառում։ Տունը գեղեցիկ էր։ Ընդարձակ, ժամանակակից, լճի տեսարանով։ Անահիտն իր օրերն անցկացնում էր լճափին զբոսնելով, զգալով ары դեմքին, լսելով ալիքների ձայնը։ Նրա որդին աճում էր իր ներսում, ուժեղ առողջ։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Անահիտը խաղաղության նման մի բան զգաց։ Նա հեռակա աշխատում էր հիմնադրամում, տեսազանգերով հանդիպումներ անցկացնելով, փաստաթղթեր վերանայելով, յուրաքանչյուր մանրուք պլանավորելով։ Ավրորա հիմնադրամը պետք է բացվեր երեխայի ծնունդից կարճ ժամանակ անց։ Եվ Անահիտը վճռակ աներ այն արտասովոր բան դարձնել։ Բայց նույնիսկ այս թվացյալ խաղաղության մեջ Անահիտը չէր կարող լիովին անտեսել արտաքին աշխարհը։ Սոնայի դատավարությունը մոտենում էր։ Եվ Անահիտը պետք է ցուցմունք տար։ Պետք է վերապրեր այդ օրը։ Պետք է նորից բախվեր Սոնայի հետ։
Միտքը միաժամանակ սարսափեցնում ու ուժեղացնում էր նրան, որովհետև դա կլիներ նրա խոսելու հնարավորությունը, իր տարբերակը պատմելու, երաշխավորելու, որ արդարությունը հաղթանակի։ Բայց արդյոք դա իսկապես արդարություն կլիներ, թե պարզապես քողարկված վրեժ։ Անահիտը վստահ չէր պատասխանի մեջ, և դա նրան ավելի շատ էր անհանգստացնում, քան պատրաստ էր խոստովանել։ Դատավարության օրը Երանի վրա մռայլ լուսացավ։ Անահիտը վաղ արթնացավ սանի ամառանոցում, բայց չկարողացավ ազատվել այն ծանրության զգացումից, որը կրում էր աչքերը բացելուց ի վեր։ Այսօր նա պետք է վերադառնար այդ քաղաք, պետք է մտներ դատարան, պետք է նայեր Սոնա Ավետիսյանի աչքերին աշխարհին պատմեր, թե ինչ է տեղի ունեցել։ Նա արդեն 8 ամսական հղի էր։ Որդին անընդհատ շարժվում էր, կարծես զգում էր մոր լարվածությունը։ Բողոքում դրա դեմ։ Անահիտը ձեռքը դրեց փորին, խորը շունչ քաշեց, փորձելով հանգստանալ։ Դու ապահով ես, շշնջաց նա երեխային։ Մայրիկը միշտ քեզ կպաշտպանի, անկախ նրանից, թե այսօր ինչ կպատահի։ Դավիթը վաղ եկավ նրան տանելու։ Նա պնդել էր, որ ուղեկցի իրեն փաստաբանների անվտանգության աշխատակիցների թիմի հետ միասին։ Անահիտը սկզբում դիմադրեց, ասելով, որ այդ ամբողջ ապարատի կարիքը չունի։ Բայց Դավիթն անդրդվելի էր։ Դու այնտեղ խոցելի ես լինելու, ասաց նա։ Եվ ես թույլ չեմ տա, որ որևէ բան քեզ նորից վնասի։ Դեպի Երան վերադարձի ճանապարհին Անահիտը լուռ էր, պատուհանից դիտելով բնապատկերը։ Լճափերը տեղի տվեցին շենքերին, կանաչը, մոխրագույնին, խաղաղությունը, քաղաքային քաոսին։ Յուրաքանչյուր կիլոմետր նրան մոտեցնում էր մի առճակատման, որից նա միաժամանակ վախենում, ցանկանում էր։ Երբ հասան դատարան, տեսարանը քաոսային էր։ Լրագրողները խմբվել էին մուտքի մոտ, տեսախցիկները պատրաստ, խոսափողները մեկնած։ Բոլորը ցանկանում էին հայտարարություն, լուսանկար, մի կտոր այն պատմությունից, որը գրավել էր ազգային ուշադրությունը։ Անահիտն իջավ մեքենայից, անմիջապես շրջապատվեց։ Հարցերը գալիս էին բոլոր կողմերից, այնքան արագ բազմաթիվ, որ միաձուլվում էին անհասկանալի աղմուկի մեջ։ Անվտանգության աշխատակիցները մարդկային պատնեշ կազմեցին նրա շուրջ, ճանապարհ բացելով ամբոխի միջով։ Անահիտը գլուխը կախ պահեց, ձեռքերը պաշտպանում էին փորը։ Չնայեց տեսախցիկներին, չպատասխանեց հարցերին։ Պարզապես քայլեց, քայլ առ քայլ, մինչ շենքի ներսում հայտնվեց, որտեղ աղմուկը վերջապես մեղմացավ։ Դատարանի ներսում մթնոլորտը տարբեր էր։ Ավելի հանդիսավոր, ավելի լուրջ։ Մարդիկ շշուկներով էին խոսում։ Քայլերն արձագանքում էին մարմարե միջանցքներում։ Այնտեղ ամեն ինչ հեղինակություն հետանք էր շնչում։ Անահիտին տարան առանձին սենյակ, որտեղ նա պետք է սպասեր, մինչ կանչեին ցուցմունք տալու։ Դավիթը մնաց նրա հետ, ինչպես նրա գլխավոր փաստաբանը, բժիշկ Տիգրան Մանուկյանը, 50 անց մի տղամարդ, որը երբեք գործ չտանուլ տալու համբավ ուներ։ Պատրաստ եք, հարցրեց բժիշկ Մանուկյանը, ձայնը բարի, բայց պրոֆեսիոնալ էր։ Անահիտը գլխով արեց, թե վստահ չէր, որ իսկապես պատրաստ է։ Ինչպես կարող էր որևէ մեկը պատրաստ լինել նման բանի։ Հիշեք, շարունակեց նա, եղեք հստակ, ուղիղ։ Պատմեք ճիշտ այն, ինչ տեղի է ունեցել, առանց չափազանցված հույզերի, բայց նա առանց ճնշելու այն, ինչ զգացել եք։ Երդվյալ ատենակալները պետք է հասկանան ոչ միայն փաստերը, այլ այն ազդեցությունը, որ այս ամենն ունեցել է ձեզ վրա։ Անահիտը լսեց հրահանգները, անգիր արեց հիմնական կետերը, մտովի պատրաստվեց։ Բայց այս ամենը իրականում չէր պատրաստում նրան այն պահին, երբ պետք է մտներ այդ սենյակ, նստեր այդ աթոռին, վերապրեր իր կյանքի ամենավատ օրը անծանոթների առաջ։ Ժամեր անցան։ Անահիտը կարող էր լսել դատական նիստերի դահլիճից եկող խուլ ձայներ։ Ձայներ, վեճեր, մուրճի հարված։ Եվ հետո, վերջապես, դուռը թակեցին։ Ժամանակն էր։ Անահիտը ոտքի կանգնեց, ուղղեց մուգ կապույտ զգեստը, որը հատուկ ընտրել էր հարգալից, բայց ոչ զոհի տեսք ունենալու համար, հետեց դատական կարգադրիչին դեպի դահլիճ։ Երբ ներս մտավ, բոլոր հայացքներն ուղղվեցին նրան։ Երդվյալ ատենակալները, փաստաբանները, հանդիսատեսը, լրագրողները։ Եվ այնտեղ, պաշտպանակ, անկողմի սեղանի մոտ, Սոնան։
Անահիտը ստիպեց իրեն նայել։ Սոնան նիհարել էր գունատ, գրեթե անճանաչելի համեմատած այն էլեգանտ ինքնավստահ կնոջ հետ, որը բախվել էր Անահիտի հետ հիվանդանոցում։ Նա հագել էր պարզ կոստյում, առանց զարդերի, առանց շքեղ դիմահարդարման։ Փոքր էր թվում։ Խոցելի։ Գրեթե մարդկային։ Մի կարճ պահ նրանց հայացքները հանդիպեցին։ Եվ Անահիտն այնտեղ մի բան տեսավ, որը չէր սպասում։ Ոչ զայրույթ, ոչ մարտահրավեր, այլ ամոթի նման մի բան։ Կամ գուցե զղջում։ Բայց հետո Սոնան հայացքը փախցրեց, պահն անցավ։ Անահիտին ուղեկցեցին վկայի աթոռին։ Երթում տվեց ամուր ձայնով։ Եվ հետո հարցաքննությունը սկսվեց։ Դատախազը բարձրահասակ, տպավորիչ տղամարդ էր, մի ձայնով, որն առանց ջանքերի լցնում էր դահլիճը։ Նա սկսեց պարզ հարցերից։ Անուն, տարիք, ընտանեկան կարգավիճակ։ Կարծես տաքացնում էր Անահիտին, նախքան դժվար հարցերը։ Եվ հետո նա հարցրեց այդ օրվա մասին։ Տիկին Կարապետյան, կարող եք մեզ պատմել ձեր բառերով, թե ինչ տեղի ունեցավ միջադեպի առավոտյան։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Եվ սկսեց խոսել։ Նա պատմեց հիվանդանոց նա գալու մասին։ Հետազոտություններին սպասելու մասին։ Սոնային սենյակ մտնելիս տեսնելու մասին։ Պատմեց նրանց խոսակցության Սոնայի ասած դաժան խոսքերի մասին, թե ինչպես էր յուրաքանչյուր նախադասություն նախատեսված վիրավորելու համար։ Եվ հետո նա պատմեց հրելու մասին։ Երկու հրումների մասին։ Իրենը թույլ պաշտպանական։ Եվ Սոնայինը ուժեղ դիտավորյալ։ Ես ժամանակ չունեցա ինձ պաշտպանելու, ասաց Անահիտը, ձայնը մի փոքր կոտրվեց։ Միայն ժամանակ ունեցա մտածելու իմ երեխայի մասին։ Փորձելու պաշտպանել նրան։ Բայց չկարողացա։ Ես ընկա։ Եվ ամեն ինչ մթագնեց։ Դահլիճում լռություն տիրեց։ Ծանր, խիտ լռություն, որը կարծես կլանում էր առկա ողջ օդը։ Եվ երբ արթնացաք, մեղմ հարցրեց դատախազը։ Երբ արթնացա 7 օր անց, չգիտեի արդյոք որդիս դեռ կենդանի է։ Դա առաջին բանն էր, որ մտածեցի։ Առաջին բանը, որ հարցրի։ Արդյոք երեխաս վերապրել է։ Էլի լռություն։ Անահիտը տեսավ, թե ինչպես են երդվյալ ատենակալներից ոմանք սրբում աչքերը։ Տեսավ, թե ինչպես են լրագրողները կատաղի նշումներ անում։ Տեսավ Դավիթին, նստած առաջին շարքում, դեմքը վեր։ Ահսկողության դիմակ, որը, նա գիտեր, թաքցնում էր խորը հուզմունք։ Շնորհակալություն, տիկին Կարապետյան, ասաց դատախազը։ Գիտեմ, որ սա դժվար էր։ Հետո պաշտպանական կողմի հերթն էր։ Սոնայի փաստաբանը 40 անց մի կին էր, ակնոցով վճռական արտահայտությամբ։ Նա ոտքի կանգնեց չափված քայլերով մոտեցավ Անահիտին։ Տիկին Կարապետյան, ասաց նա, ձայնը ոչ թշնամական, բայց հաստատակամորեն պրոֆեսիոնալ էր, ճիշտ է, որ դուք եք առաջինը հրել իմ պաշտպանյալին։ Անահիտը տատանվեց։ Նա գիտեր, որ այս հարցը կհնչի։ Պատրաստվել էր դրան։ Բայց դեռ դժվար էր խոստովանել։ Այո, վերջապես պատասխանեց նա։ Ես եմ նրան առաջինը հրել։ Եվ ինչու՞մ դա արեցիք։ Որովհետև նա սարսափելի բաներ ասաց։ Իմ մասին։ Իմ ամուսնության մասին։ Իմ ամուսնու մասին։ Նա ներխուժեց իմ անձնական տարածք դիտավորյալ սադրեց ինձ։ Այսինքն դուք ընդունում եք, որ դուք եք սկսել ֆիզիկական շփումը։ Այո, բայց… Փաստաբանը ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրան։ Այո, թե ոչ, տիկին Կարապետյան։ Անահիտը զգաց, թե ինչպես է հիասթափությունն աճում։ Այո։ Բայց իմ հրումը պաշտպանական էր։ Նրանը ագրեսիվ։ Տարբերություն կա։ Իսկապես։ Փաստաբանը քայլեց դեպի իր սեղանը, վերցրեց պլանշետը, ցույց տվեց երդվյալ ատենակալներին։ Նա ցուցադրում էր անվտանգության տեսանյութը, կանգնեցված ճիշտ առաջին հրումից առաջ։ Այս տեսանյութը ցույց է տալիս, որ իմ պաշտպանյալը պարզապես կանգնած էր այնտեղ, երբ նրա վրա հարձակվեցին։ Ապացույց չկա, որ նա առաջինն է դիպել տիկնոջը։ Դուք, մյուս կողմից, սկսել եք ֆիզիկական շփումը։ Ճիշտ է։ Անահիտը զգաց, թե ինչպես այտերը տաքացան։
Նա ինձ բանավոր սադրեց։ Բառերը ֆիզիկական ագրեսիա չեն, տիկին Կարապետյան։ Եվ իմ պաշտպանյալն իրավունք ունի պաշտպանվելու, երբ նրա վրա հարձակվում են։ Անահիտը նայեց դատախազին, առարկության սպասելով, բայց ոչինչ չհաջորդեց։ Նա այդ պահին մենակ էր, բացահայտված խոցելի, ստիպված պաշտպանելու գործողություններ, որոնք ինքն էլ վստահ չէր, թե ինչպես արդարացնի։ Ես հղի էի, ասաց Անա։ Հիտը, ձայնն ուժ գնացավ։ Խոցելի։ Եվ նա ինձ հրեց, իմանալով, որ կարող եմ ընկնել։ Իմանալով, որ կարող է ինձ վնասել։ Իմանալով, որ երեխաս կարող է տուժել։ Դա պաշտպանություն չէ։ Դա հաշվարկված հարձակում է։ Փաստաբանը կարծես պատրաստ էր հակադարձելու, բայց դատավորը միջամտեց։ Խորհրդական, շարունակեք ձեր հարցերը։ Փաստաբանը գլխով արեց փոխեց մարտավարությունը։ Տիկին Կարապետյան, ճիշտ է, որ դուք գիտեիք ձեր ամուսնու իմ պաշտպանյալի հարաբերությունների մասին։ Առարկում եմ, բղավեց դատախազը։ Անտեղի է։ Ձեր գերազանցություն, հակադարձեց փաստաբանը, դա վերաբերում է տուժողի հուզական վիճակին առճակատման նրա նախատրամադրվածությանը։ Դատավորը մի պահ մտածեց։ Թույլատրվում է։ Բայց կարճ եղեք։ Փաստաբանը նորից շրջվեց դեպի Անահիտը։ Ուրեմն, գիտեիք։ Ես կասկածում էի։ Եվ դա ձեզ զայրացնում էր։ Իհարկե։ Բավականաչափ զայրացնում էր, վեճ սկսելու համար։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքները այրեցին աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Սոնային կամ այդ դահլիճի որը մեկին չէր պարգի իրեն կոտրված տեսնելու հաճույքը։ Ես վեճ չեմ սկսել։ Ես պաշտպանվել եմ մի կնոջից, որը դիտավորյալ փորձում էր ինձ հուզականորեն վնասել։ Բայց դուք եք նրան առաջինը հրել։ Ֆիզիկապես։ Այո։ Եվ ես զղջում եմ դրա համար։ Բայց իմ զղջումը չի փոխում այն փաստը, որ նա պատասխանեց չափազանց մեծ ուժով, վտանգի տակ դնելով իմ երեխայի կյանքը։ Փաստաբանը կարծես գնահատում էր, թե արդյոք պետք է շարունակի ճնշում գործադրել, բայց որոշեց դեմ։ Այլ հարցեր չկան, ասաց նա, վերադառնալով իր աթոռին։ Անահիտին ազատեցին։ Նա իջավ վկայի աթոռից դողացող ոտքերով, զգալով, որ իրեն մասնատել են ագահ հանրության առաջ։ Վերադարձավ իր տեղը Դավիթի կողքին, որն անմիջապես բռնեց նրա ձեռքը սեղմեց լուռ աջակցության նշան։ Դատավարությունը շարունակվեց։ Այլ վկաներ կանչվեցին։ Հիվանդանոցի բուժք։ Ույրեր, որոնք ականատես էին եղել անկումից անմիջապես հետո տիրող քաոսին։ Բժիշկներ, որոնք բուժել էին Անահիտին վերակենդանացման բաժանմունքում։ Փորձագետներ, որոնք խոսեցին հղիության ընթացքում տրավմայի ռիսկերի մասին։ Եվ հետո, վերջապես, Սոնայի հերթներ։ Նա բարձրացավ վկայի աթոռին տատանվող քայլերով։ Ձեռքերը թեթակի դողում էին, երբ երթում էր տալիս։ Եվ երբ սկսեց խոսել, ձայնը ցածր էր, գրեթե անլսելի։ Նրա սեփական փաստաբանը նրան առաջինը հարցաքննեց, տալով զգուշորեն մշակված հարցեր նրան հնարավորինս լավ լույսի ներքո ներկայացնելու համար։ Սոնան խոսեց իրադարձությունների իր տարբերակի մասին։ Այն մասին, թե ինչպես են իրեն սադրել։ Ինչպես է ինքնապաշտպանվել։ Ինչպես երբեք չի նպատակադրվել պատճառել այնպիսի վնաս, ինչպիսին պատճառել է։ Ես չէի ուզում, որ նա ընկնի, ասաց Սոնան, արցունքները հոսում էին դեմքով։ Ես պարզապես ուզում էի, որ նա ինձ հանգիստ թողնի։ Ես պարզապես ուզում էի, որ ինձ տեսնեն։ Վերջին բառերը դուրս եկան կոտրված շշունջի պես, բացահայտելով ավելին, քան Սոնան հավանաբար նախատեսում էր։ Լքված երեխան, գեղեցիկ կնոջ հետում։ Վիրավորված անձը, ինքնավստահ դիմակի հետում։ Բայց դատախազը խղճահարություն չցուցաբերեց։ Երբ իր հերթը հասավ, նա համակարգված կերպով ոչնչացրեց Սոնայի պաշտպանության յուրաքանչյուր տարր։ Ցույց տվեց տեքստային հաղորդագրություններ, որտեղ նա արամարանքով էր խոսում Անահիտի մասին։ Ներկայացրեց մարդկանց ցուցմունքներ, ովքեր լսել էին նրան ասելիս, որ Անահիտն արժանի չէ Արմենին։ Ընդգծեց անհամապատասխանությունները նրա պատմության մեջ։ Եվ հետո նա ցուցադրեց անվտանգության տեսանյութը։ Ամբողջությամբ։ Դանդաղեցված կադրով։ Բոլորը լուր դիտում էին, թե ինչպես է տեսարանը զարգանում։ Անահիտի առաջին հրումը՝ թույլ տատանվող։
Եվ հետո Սոնայի հրումը, ուժեղ դիտավորյալ։ Անահիտի անկումը։ Դրան հաջորդած խուճապը։ Երբ տեսանյութն ավարտվեց, դահլիճում բացարձակ լռություն էր։ Տիկին Ավետիսյան, ասաց դատախազը, ձայնը կտրուկ, դուք սա ինքնապաշտպանությո՞ւնն է։ K անվանում։ Սոնան չպատասխանեց։ Նա պարզապես լաց էր լինում, ուսերը դողում էին լուռ հեկեկոցներից։ Այլ հարցեր չկան, ասաց դատախազը վերադարձավ իր աթոռին։ Եզրափակիչ ճառերն ասվեցին։ Դատախազը Սոնային ներկայացրեց որպես խանդոտ դաժան կին, որը դիտավորյալ հարձակվել է խոցելի հղի կնոջ վրա։ Պաշտպանական կողմը Սոնային ներկայացրեց որպես իր սահմաններից դուրս սադրված կին, որն արձագանքել է բնազդաբար, առանց լուրջ վնաս պատճառելու մտադրության։ Եվ հետո գործը փոխանցվեց երդվյալ ատենակալներին։ Սպասումը տանջալի էր։ Անահիտը մնաց առանձին սենյակում Դավիթի փաստաբանների հետ, անկարող ուտելու, անկարող հանգստանալու, անկարող որևէ բան անելու, բացի ժամերը հաշվելուց։ Վերջապես, գրեթե 6 ժամ խորհրդակցությունից հետո երդվյալ ատենակալները վերադարձան։ Անահիտը մտավ դահլիճ, սիրտը կրծքում բաբախելով։ Նստեց սպասեց, մինչ դատավորը խնդրեց երդվյալ ատենակալներին իրենց դատավճիռը։ Երդվյալ ատենակալների ներկայացուցիչը ոտքի կանգնեց, միջին տարիքի մի տղամարդ, լուրջ արտահայտությամբ։ Մենք, երդվյալ ատենակալներս, ամբաստանյալ Սոնա Ավետիսյանին մեղավոր ենք ճանաչում մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեջ։ Դահլիճը պայթեց շշուկներից։ Լրագրողները դուրս վազեցին նորությունը հաղորդելու։ Սոնան փլվեց իր աթոռին, դեմքը թաղված ձեռքերի մեջ։ Անահիտը հակասական զգացմունքների ալիք զգաց։ Հանգստություն։ Բավարարվածություն։ Բայց նա, անսպասելիորեն, տխրություն։ Որովհետև այնտեղ հաղթողներ չկային։ Միայն երկու կին, որոնց կյանքերն անդառնալիորեն փոխվել էին մի շարք վատ ընտրությունների պատճառով։ Դատավճիռը պետք է կայացվեր 2 շաբաթից։ Բայց բոլորը գիտեին, որ այն խիստ է լինելու։ Սոնային տարիների բանտարկություն էր սպասվում։ Նրա կյանքը, ինչպես նա գիտեր, ավարտվել էր։ Անահիտը դուրս եկավ դատարանից, շրջապատված լրագրողներով, բայց այս անգամ կանգ առավ խոսեց։ Այսօր արդարությունը հաղթանակեց, ասաց նա, ձայնը պարզ ամուր։ Բայց սա միայն իմ մասին չէ։ Սա բոլոր այն կանանց մասին է, որոնք հայտնվում են խոցելի իրավիճակներում։ Բոլոր նրանց մասին, ովքեր լուռ տառապում են։ Այդ պատճառով ես ստեղծում եմ Ավրորա հիմնադրամը։ Երաշխավորելու համար, որ ոչ մի կին ստիպված չլինի մենակ անցնել այս ամենի միջով։ Նրա հայտարարությունը ձայնագրվեց, հեռարձակվեց, րոպեների ընթացքում վիրուսային դարձավ սոցիալական ցանցերում։ Անահիտ Վարդանյանն այլս պարզապես հարուստ արտոնյալ զով չէր։ Նա ձայն էր։ Առաջնորդ։ Ուժ։ Դեպի սանի ամառանոց վերադարձի ճանապարհին Անահիտը վերջապես թույլ տվեց, որ հյուծվածությունը տիրի իրեն։ Նա հենվեց մեքենայի նստատեղին, փակեց աչքերը, ձեռքը պաշտպանողաբար դրված փորին։ Ավարտվեց, շշնջաց Դավիթը նրա կողքին։ Հիմա կարող ես հանգստանալ։ Բայց Անահիտը գիտեր, որ չի ավարտվել։ Իրականում, դատավարությունը միայն սկիզբն էր։ Իսկական ճանապարհորդությունը նոր էր սկսվում։ 2 շաբաթ անց Սոնա Ավետիսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։ Նորությունն ընդունվեց ընդհանուր հավանությամբ։ Արդարությունը հաղթանակել էր։ Չարագործը պատժվել էր։ Բայց Անահիտը չզգաց այն բավարարվածությունը, որն սպասում էր։ Փոխարենը, տարօրինակ դատարկություն զգաց։ Կարծես այդ ամբողջ գործընթացը, այդ ամբողջ պայքարը, իրականում ոչինչ չէր լուծել։ Սոնան կվճարեր իր արարքների համար։ Բայց վնասն արդեն հասցված էր։ Սպիները մնում էին։ Եվ կար նա Արմենի հարցը։ Ամբողջ դատավարության ընթացքում նա զուսպ կերպով դուրս էր մնացել, խուսափելով լրատվամիջոցներից, խուսափելով առճակատումներից։ Բայց Անահիտը գիտեր, որ իր հերթը կգա։ Ոչ թե դատարանում, այլ կյանքերի անխուսափելի բաժանման մեջ, որը տեղի կունենար հաջորդ ամիսներին։ Ամուսնալուծությունը պետք է վերջնականացվեր երեխայի ծնունդից հետո։ Փաստաբաններն արդեն աշխատում էին մանրամասների վրա։ Համատեղ խնամակալություն։ Ալիմենտ։ Գույքի բաժանում։ Ամեն ինչ շատ քաղաքակիրթ։ Ամեն ինչ շատ հաշվարկված։
Արմենը վերջին անգամ փորձեց հաշտվել, առանց զգուշացնելու հայտնվելով Սանի ամառանոցում։ Անահիտը նրան ընդունեց պատշգամբում, օվկիանոսը որպես նրանց վերջին խոսակցության վկա։ «Ես դեռ քեզ սիրում եմ», ասաց Արմենը, նրա խոսքերը հուսահատ էին հնչում։ «Ես դեռ կարող եմ փոխվել։ Դեռ կարող եմ լինել այն, ինչ քեզ պետք է»։ Անահիտը նայեց նրան խղճահարության հաստատակամության խառնուրդով։ «Սերը բավարար չէ, Արմեն։ Երբեք չի եղել։ Ինձ զուգընկեր էր պետք։ Հավասարը։ Մեկը, ով ինձ կտեսներ։ Իսկ դո։ Ու ինձ երբեք չես տեսել։ Երբեք իսկապես։ Բայց մեր որդին կունենա 2 ծնող, որոնք նրան սիրում են։ Բայց այդ ծնողները միասին չեն լինի։ Եվ դա նորմալ է։ Նա կմեծանա, տեսնելով իր մորը որպես ուժեղ կին, որը դժվար ընտրություններ է կատարել։ Եվ գուցե դա ավելի լավ է, քան մեծանալ, տեսնելով կոտրված կնոջ, որը երջանկություն է ձացնում։ Արմենը դրան պատասխան չուներ։ Նա դանդաղ գլխով արեց, վերջապես ընդունելով այն իրականությունը, որն Անահիտն արդեն ամիսներ առաջ ընդունել էր։ «Ես ներկա կլինեմ նրա կյանքում», ասաց Արմենը։ «Կլինեմ այն հայրը, որը պետք է ամուսին լիներ»։ Անահիտը հույս ուներ, որ դա ճիշտ կլինի։ Իր որդու համար։ Բայց շունչը չէր պահում։ Արմենը հեռացավ, Անահիտը մնաց պատշգամբում, դիտելով, թե ինչպես է արը մայր մտնում լճի վրա։ Որդին ուժեղ հարվածեց իր ներսում, կարծես տոնում էր նոր ձեռք բերված ազատությունը։ «Մենք լավ կլինենք», շշնջաց Անահիտը, ձեռքը շոյում էր փորը։ «Միայն մենք երկուսս ընդդեմ աշխարհի։ Եվ մենք անհավանական կլինենք»։ Ավրորա հիմնադրամի բացումը նշանակված էր երեխայի ծնունդից 3 շաբաթ անց։ Անահիտը բոլոր մանրամասները պլանավորել էր։ Վայրը, բանախոսները, լրատվամիջոցները։ Դա միջոցառում պետք է լիներ, որը ազգային ուշադրություն կգրավեր գործի վրա։ Բայց դրանից առաջ ավելի կարևոր բան կար։ Վարդանյան հիմնադրամի ամենամյա գալա երեկոն։ Դա ավանդական միջոցառում էր, որը տեղի էր ունենում ամեն տարի, հավաքելով Երանի գործարար քաղաքական էլիտային։ Սովորաբար Անահիտը կխուսափեր նման բանից իր առաջացած հղիության վիճակում։ Բայց Դավիթը պնդեց, որ նա ներկա գտնվի։ Ասաց, որ Ավրորա հիմնադրամի ապագայի համար կարող է նման տեսանելիություն ունենալ։ Անահիտը համաձայնեց, թե վերապահումներով։ Նա չգիտեր, որ Դավիթն այլ պլաններ ուներ։ Պլաններ, որոնք նրա հետ չէր կիսել։ Գալա երեկոն անցկացվեց Երանի ամենաշքեղ հյուրանոցում։ Դահլիճը զարդարված էր թանկարժեք ծաղիկներով, մեղմ լույսերով։ Կանայք հագել էին զգեստներ, որոնք ավելի թանկ արժեին, քան շատ մարդկանց տարեկան աշխատավարձը։ Տղամարդիկ հագել էին պատվերով կարված կոստյումներ, ժամացույցներ, որոնք փոքր կարողություններ արժեին։ Անահիտը ժամանեց, հագնելով էլեգանտ հղիության զգեստ, մուգ ոսկեգույն երանգով։ Նա փայլու։ Մեր հղիությունը նրան մի փայլ էր տալիս, որը գրավում էր դահլիճի բոլորի ուշադրությունը։ Միջոցառումը սկսվեց ինչպես սպասվում էր։ Ճառեր ասվեցին։ Նվիրատվություններ հայտարարվեցին։ Երանի էլիտան շնորհավորում էր միմյանց իրենց առատաձեռնության համար, թանկարժեք շամպայն խմելով, կապեր հաստատելով։ Անահիտը Դավիթի հետ շրջում էր դահլիճում, ողջունում մարդկանց, ընդունում շնորհավորանքներ Ավրորա հիմնադրամի կապակցությամբ, քաղաքավարի ժպտում իր հղիության մասին մեկնաբանություններին։ Բայց նա տարօրինակ բան էր նկատում։ Դավիթը լարված էր։ Նրա աչքերը անընդհատ սահում էին դահլիճով, կարծես ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին էր փնտրում։ Եվ նրա մեջ մի անհանգիստ էներգիա կար, որն Անահիտը չէր կարողանում վերծանել։ «Հայրիկ, ամեն ինչ կարգինն է», հարցրեց նա, երբ վերջապես առանձնանալու պահ գտան։ «Այո», պատասխանեց նա, բայց ձայնը համոզիչ չէր։ «Պարզապես սպասիր։ Շուտով ամեն ինչ իմաստ կունենա»։ Մինչ Անահիտը կհասցներ ավելին հարցնել, դահլիճի լույսերը մեղմացան։ Աստիճանական լռություն տիրեց դահլիճում։ Բոլոր հայացքներն ուղղվեցին բեմին, որ տեղ Դավիթը բարձրացավ ամբիոնին։ «Բարի երեկո բոլորիդ», սկսեց նա, նրա ուժեղ ձայնն արձագանքեց ձայնային համակարգով։ «Շնորհակալություն Վարդանյան հիմնադրամի հերթական գալա երեկոյին ներկա գտնվելու համար։ Ինչպես գիտեք, այս տարին հատկապես դժվարին էր մեր ընտանիքի համար։
Իմ դուստրը Անահիտը բախվեց փորձությունների, որոնց ոչ մի կին չպետք է բախվի։ Անահիտը զգաց, թե ինչպես ստամոքսը սեղմվեց։ Ինչ էր անում Դավիթը։ Բայց Անահիտը ոչ միայն վերապրեց, շարունակեց Դավիթը։ Նա փոխակերպվեց։ Նա վերցրեց իր ցավը, այն դարձրեց նպատակ։ Եվ այսօր ես ուզում եմ պատվել նրան այդ քաջության համար։ Ծափահարությունները լցրին դահլիճը։ Անահիտը քաղաքավարի ժպտաց, բայց ներսում շփոթված էր։ Սա ծրագրում չկար։ Դավիթը ոչինչ չէր ասել մեծարման մասին։ Եվ որպես այս մեծարման մաս, ասաց Դավիթը, նրա ձայնն ավելի լուրջ երանգ ստացավ, կարծում եմ, որ բոլորն արժանի են իմանալու ամբողջական ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ։ Ճշմարտությունն այն մասին, թե ովքեր էին ներգրավված։ Եվ ճշմարտությունն այն մասին, թե ով էր իրա։ Կանոն կազմակերպել ամեն ինչ։ Անահիտի սիրտը կանգ առավ։ Ինչ էր նա ասում։ Դավիթը նշան արեց, նրա հետում մի մեծ էկրան իջավ։ Դահլիճում բացարձակ լռություն տիրեց, բոլոր հայացքները գամված էին էկրանին։ Եվ հետո պատկերներ սկսեցին հայտնվել։ Սկզբում հիվանդանոցի անվտանգության տեսանյութը, որը բոլորն արդեն գիտեին։ Բայց հետո այլ պատկերներ։ Տեքստային հաղորդագրություններ Սոնայի ինչ-որ մեկի միջ, ում համարը թաքցված էր։ Զրույցներ, որտեղ Սոնան խոսում էր Անահիտի հետ առերեսվելու մասին։ Նրան վճարել տալու մասին։ Համոզվելու մասին, որ Արմենը հասկանա, թե ով է իրեն իսկապես սիրում։ Եվ հետո մի բացահայտում, որը ստիպեց Անահիտին շունչը պահել։ Տարբեր վայրերի անվտանգության տեսախցիկների պատկերներ, որոնք ցույց էին տալիս Սոնային մի տղամարդու հետ հանդիպելիս։ Միշտ նույն տղամարդը։ Մուգ կոստյումով մի տղամարդ, ում դեմքը երբեք լիովին տեսանելի չէր։ Նրանք հանդիպում էին սրճարաններում, ավտոկայանատեղիներում, զուսպ վայրերում։ Եվ տեսանյութերից մեկում ձայնագրություն կար։ Դու պետք է նրան հասկացնես, որ սխալ ճանապարհի վրա է, Սում էր տղամարդը, ձայնը խեղաթյուրված, բայց հասկանալի։ Պետք է ցույց տաս նրան, որ Արմենը նրանը չէ։ Որ երբեք չի եղել։ Բայց եթե նա վնասվի, հարցնում էր Սոնան, ձայնը տատանվող։ Եթե ինչ-որ բան սխալ գնա, տղամարդը ծիծաղում էր։ Սառը, հաշվարկված ձայն։ Ապա դա պարզապես դժբախտ պատահար կլինի։ Այդպիսի բաներ պատահում են։ Հատկապես հղի կանանց հետ, որոնք հուզականորեն անկայուն են։ Դահլիճը պայթեց ցնցված շշուկներից։ Անահիտը զգում էր, կարծես հատակը փախել է ոտքերի տակից։ Ինչ-որ մեկը մանիպուլյացիայի էր ենթարկել Սոնային։ Ինչ-որ մեկը պլանավորել էր առճակատումը։ Ինչ-որ մեկը ցանկացել էր, որ նա վնասվի։ Բայց ո՞վ։ Կարծես պատասխանելով նրա լուռ հարցին, Դավիթը շարունակեց. Ամիսներ շարունակ մեր քննիչների թիմն աշխատել է, պարզելու, թե ով է այդ տղամարդը։ Ով ուներ պատճառ ցանկանալու իմ դստերը ճանապարհից հանել։ Եվ պատասխանը, երբ վերջապես գտանք այն, ցնցող էր։ Էկրանին ավելի շատ պատկերներ հայտնվեցին։ Ֆինանսական գրառումներ։ Փողի փոխանցումներ օֆշորային հաշվից Սոնայի հաշվին։ Փոքր գումարներ, որոնք աննկատ կմնային։ Բայց երբ գումարվում էին, զգալի էին։ Եվ հետո մի լուսանկար։ Հեռվից արված, առավելագույն խոշորացումով, բայց բավականաչափ պարզ։ Մուգ կոստյումով տղամարդը մտնում է կորպորատիվ շենք։ Եվ մուտքի վերում մի լոգոտիպ, որն Անահիտն անմիջապես ճանաչեց։ Դա Արմենի հոլդինգն էր։ Գիտակցումը հարվածեց Անահիտին ստամոքսին։ Ինչ-որ մեկը Արմենի ընկերության ներսում։ Ինչ-որ մեկը նրան մոտ։ Ինչ-որ մեկը, ով ուներ հասանելիություն, ռեսուրսներ պատճառ։ Բայց ո՞վ։ Եվ ինչո՞վ։ Դավիթը կարծես պատրաստ էր բացահայտելու, բայց մինչ կհասցներ, դահլիճի լույսերը թարթեցին։ Մեկ անգամ։ Երկու անգամ։ Եվ հետո լիովին անջատվեցին։ Ակնթարթային խուճապ։ Մարդիկ ճչացին։ Աթոռները տապալվեցին։ Մթության մեջ Անահիտը զգաց, թե ինչպես են ձեռքերը բռնում իրեն, պաշտպանում։ Ճանաչեց հոր հպումը։ Մի շարժվիր, շշնջաց Դավիթը։ Ինչ-որ մեկը չի ուզում, որ այս տեղեկությունը բացահայտվի։ Վթարային լույսերը վառվեցին, դահլիճը լցնելով չարագուշակ կարմիր փայլով։
Անահիտը շուրջը նայեց, փորձելով ընկալել քաոսը։ Շփոթված հյուրեր, վազող անվտանգության աշխատակիցներ և դահլիճի խորք, ում մի կերպար, որն արագ շարժվում էր դեպի ելքը։ Մուգ կոստյումով մի տղամարդ։ Նա է, բղավեց Անահիտը, մատնացույց անելով։ Նա է։ Անվտանգության աշխատակիցները վազեցին, բայց տղամարդն արագ էր։ Նա անհետացավ շփոթված ամբոխի մեջ, մինչ կհասցնեին հասնել նրան։ Երբ հիմնական լույսերը վերադարձան րոպեներ անց, նա արդեն գնացել էր։ Ուրվականի պես։ Կարծես երբեք այնտեղ չէր եղել։ Գալա երեկոն ավարտվեց վերահսկվող քաոսով։ Հյուրերին հանգստացրին, դանդաղ ցրեցին։ Ոստիկանություն կանչեցին։ Ցուցմունքներ վերցրին։ Բայց խորհրդավոր տղամարդն անհետացել էր, առանց հետք թողնելու։ Անահիտը նստած էր հյուրանոցի առանձին սենյակում, դեռ փորձելով ընկալել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Դավիթը նրա կողքին էր, հեռախոսով խոսում էր ինչ-որ մեկի հետ, հրամաններ տալիս, պատասխաններ պահանջում։ Երբ վերջապես անջատեց, նա շրջվեց դեպի Անահիտը։ «Ներիր ինձ», ասաց նա։ «Ես մտածում էի, որ կբռնենք նրան։ Մտածում էի, որ կարող ենք հրապարակայնորեն բացահայտել նրան, ստիպել, որ ինքն իրեն մատնի։ Բայց նա ավելի խելացի է, քան ես պատկերացնում էի»։ «Ո՞վ են»։ Հարցրեց Անահիտը, ձայնը լարված։ «Ո՞վ է ուզում ինձ վնասել։ Եվ ինչո՞ւ»։ Դավիթը ծանր հոգոց հանեց։ «Դեռ հստակ չգիտենք։ Բայց տեսություններ ունենք։ Ինչ-որ մեկը Արմենի ընկերության ներսում, որը շատ բան կշահի նրա հեռանալուց։ Ինչ-որ մեկը, ով կշահեր Կարապետյանների ընտանիքի հետ կապված սկանդալից։ Բայց դա իմաստ չունի։ Եթե ես վնասվեի, Արմենը կտուժեր։ Նրա ընկերությունը կտուժեր։ Դա ինչպես կշահեր որևէ մեկին»։ «Ճիշտ այդպես», ասաց Դավիթը, նրա աչքերը փայլեցին հասկացողությունից։ «Եթե միայն նպատակը երբեք միայն քեզ վնասելը չի եղել։ Եթե միայն նպատակը բավականաչափ քաոս ստեղծելն էր, որպեսզի Արմենը կորցնի ընկերության վերահսկողությունը։ Եվ հետո ինչ-որ մեկը կարողանար ստանձնել իշխանության համար պայքար։ Անահիտը պետք է կռահեր։ Բիզնեսի աշխարհում մարդիկ սարսափելի բաներ էին անում իշխանության համար։ Բայց հղի կնոջը որպես զինվոր օգտագործել։ Սոնային մանիպուլյացիայի ենթարկել, կեղտոտ գործն անելու համար։ Դա հրեշավոր էր։ Սոնան գիտի, թե ով է նա, հարցրեց Անահիտը։ Արդեն փորձել ենք խոսել նրա հետ բանտում։ Նա հրաշ։ Արվում է համագործակցել։ Կամ չափազանց վախեցած է խոսելու համար, կամ բավականաչափ վճարված է լռելու համար։ Հավանաբար երկուսն էլ։ Անահիտը սրտխառնոց զգաց։ Այս ամենը կազմակերպված էր։ Նա ոչ միայն զայրույթի պահի զոհ էր։ Նա հաշվարկված դավադրության զոհ էր։ Եվ ամենավատն այն էր, որ պատասխանատուն դեռ դրսում էր, ազատ, սպասելով իր հաջորդ հնարավորությանը։ 3 շաբաթ անց Անահիտը առողջ տղա ունեցավ։ Նա նրան անվանեց Գաբրիել, որը նշանակում է Աստծո ուժ։ Որովհետև նա պետք է հավատար, որ ինչ-որ աստվածային բան պաշտպանել է նրանց այս ամենի միջով։ Ինչ-որ բան, որն ավելի մեծ է, քան ինքը, ավելի մեծ, քան Դավիթը, ավելի մեծ, քան ցանկացած մարդկային դավադրություն։ Գաբրիելը կատարյալ էր։ Փոքրիկ, վարդագույն, մուգ աչքերով, որոնք կարծես ամեն ինչի միջով տեսնում էին։ Անահիտը նրան գրկում էր մի կատաղի պաշտպանություն էր զգում, որը երբեք նախկինում չէր զգացել։ Այս փոքրիկ էակը լիովին կախված էր իրենից։ Եվ նա ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ կաներ, նրան ապահով պահելու համար։ Արմենը եկավ հիվանդանոց, իհարկե։ Գաբրիելին գրկեց արցունքներն։ Աչքերին, հիացած այն հրաշքով, որը գրեթե կորցրել էին։ Մի քանի պահ, դիտելով հորն ու որդուն միասին, Անահիտը զգաց մի խայթոց այն բանի, ինչ կարող էր լինել։ Ընտանիք։ Համատեղ ապագա։ Ուրիշ կյանք։ Բայց հետո Արմենը Գաբրիելին հետ տվեց, պատրանքը փշրվեց։ Նրանք ընտանիք չէին։ Նրանք երկու առանձին մարդիկ էին, կապված միայն այս փոքրիկ էակով։ Եվ դա նորմալ էր։ Պետք է լիներ։ Ավրորա հիմնադրամը բացվեց Գաբրիելի ծնունդից 2 շաբաթ անց, ավելի համեստ արարողությամբ, քան սկզբնապես պլանավորված էր։
Գալա երեկոյի քաոսից հետո Անահիտը որոշեց, որ նախընտրում է ավելի մտերմիկ, ավելի շատ առաքելության վրա կենտրոնացած բան, քան շոու։ Տարածքը գեղեցիկ էր։ Հին առանձնատուն կենտրոնում վերանորոգված ծառայելու որպես ժամանակավոր ապաստան ռեսուրսների կենտրոն կանանց համար։ Այնտեղ կային հարմարավետ սենյակներ, համայնքային խոհանոց, հարմարավետ հյուրասենյակ և գրասենյակներ, որտեղ սոցիալական աշխատողները, հոգեբանները, փաստաբանները կաշխատեին, օգնելու կանանց վերականգնել իրենց կյանքը։ Անահիտը ելույթ ունեցավ բացմանը, Գաբրիելը քնած իր գրկո։ Այս հիմնադրամը ծնվել է ցավից, սկսեց նա, ձայնը պարզ ամուր։ Իմ ցավից։ Բայց նա անթիվ կանանց ցավից, ովքեր ինձնից առաջ են եղել, ովքեր կգան հետո։ Կանանց, որոնց մենակ են թողնում ամենախոցելի պահերին։ Կանանց, որոնք աջակցության կարիք ունեն, չգիտեն, որտեղ գտնել։ Այս հիմնադրամը նրանց համար է։ Մեզ համար։ Ջերմ ծափահարությունները լցրին դահլիճը։ Եվ Անահիտը երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ անում է մի բան, որն իսկապես կարևոր է։ Բայց նույնիսկ այս հաղթական պահին նա չէր կարող անտեսել այն համառ զգացողությունը, որ իրեն հետում են։ Նրա աչքերը սահեցին փոքր ամբոխի վրայով, փնտրելով որե անսովոր բան։ Որե մեկին, ով չպետք է այնտեղ լիներ։ Եվ հետո նա տեսավ նրան։ Ոչ թե մուգ կոստյումով տղամարդուն, այլ մեկին, ում չէր սպասում։ Սոնա Ավետիսյանին։ Ոչ, դա հնարավոր չէր։ Սոնան բանտում էր։ Անահիտը վստահ էր դրանում։ Բայց այնտեղ, դահլիճի խորքում, մասամբ թաքնված սյանհետում, մի կին կար, որը ճիշտ Սոնայի նման էր։ Նույն հասակը։ Նույն կեցվածքը։ Նույն մազերը։ Անահիտը թարթեց, կինն անհետացավ։ Կարծես երբեք այնտեղ չէր եղել։ Միրաժի պես։ Ուրվականի պես։ Տեսար դա, շնջաց Անահիտը Դավիթին իր կողքին։ Ինչը տեսա։ Մի կին կար։ Այնտեղ։ Նա նման էր։ Կարոր չէ։ Դավիթը նայեց նրան անհանգստությամբ։ Դու հյուծված ես։ Նոր ես երեխա ունեցել։ Մարմինդ ու միտքդ դեռ վերականգնվում են։ Բնական է տեսնել բաներ, որոնք այնտեղ չկան։ Անահիտը գլխով արեց, ցանկանալով հավատալ։ Բայց անհանգստության զգացումը մնում էր։ Այդ գիշեր, վերադառնալով սանի ամառանոց, Գաբրիելը քնած իր մահճակալի կողքի օրորոցում, Անահիտը չկարողացավ քնել։ Նայում էր առաստաղին, լսում դրսի ալիքների ձայնը, փորձում հանգստացնել իր անհանգիստ միտքը։ Հենց այդ պահին նա լսեց տարօրինակ ձայն ներքից եկող։ Կարծես ինչ-որ մեկը ինչ-որ բան հարվածել էր մուտքի դռանը։ Անահիտը քարացավ։ Տունն անվտանգություն ուներ։ Ազդանշաններ։ Տեսախցիկներ։ Ոչ ոք չէր կարող մտնել առանց իր իմացության։ Բայց ձայնը նորից լսվեց։ Այս անգամ ավելի բարձր։ Սիրտը բաբախելով, Անահիտը զգուշորեն ոտքի կանգնեց, փորձելով չարթնացնել Գաբրիելին։ Վերցրեց հեռախոսը, պատրաստ անվտանգությանը զանգելու։ Եվ դանդաղ քայլեց դեպի միջանցք։ Տունը մութ էր, լուսավորված միայն լուսնի լույսով, որը ներս էր թափանցում մեծ պատուհաններից։ Անահիտն իջավ աստիճաններ։ Ով լուռ քայլերով, յուրաքանչյուր աստիճանը կարծես չափազանց բարձր էր արձագանքում լռության մեջ։ Երբ հասավ ներքի հարկ, տեսավ։ Մի ծրար էր սահեցվել մուտքի դռան տակով։ Անահիտը երկար նայեց դրան, կարծես այն կպայթեր, եթե դիպչեր։ Բայց վերջապես, դողացող ձեռքերով, նա վերցրեց այն։ Այն հաստ էր։ Ծանր։ Առանց հասցեի։ Առանց ուղարկողի։ Նա բացեց այն հենց այնտեղ, լուսնի թույլ լույսի տակ։ Ներսում միակ լուսանկար կար։ Եվ երբ Անահիտը տեսավ այն, օդը դուրս եկավ նրա թոքերից։ Դա Սոնայի լուսանկարն էր։ Բանտում։ Բայց ոչ սովորական լուսանկար։ Այն թարմ էր, Անահիտը կարող էր տեսնել անկյունում տպված ամսաթվից։ Եվ հակառակ կողմում, ձեռագիր հաղորդագրություն։ Նա միակը չէր, որ վճարեց։ Եվ դու անվտանգ չես, քանի դեռ ճշմարտությունը թաքնված է։ Նա միշտ հետում է։ Անահիտը գցեց լուսանկարը, ձեռքերը ուժգին դողում էին։ Վերցրեց հեռախոսը, անմիջապես զանգեց Դավիթին։
Նա պատասխանեց երրորդ զանգին, ձայնը քնաթաթախ, բայց անմիջապես զգոն լսելով Անահիտի ձայնի խուճապը։ Ինչ է պատահել։ Անահիտը պատմեց ծրարի մասին։ Լուսանկարի մասին։ Հաղորդակ։ Լուչյան մասին։ Գծի մյուս կողմում երկար լռություն տիրեց։ Կողպիր բոլոր դռները, վերջապես ասաց Դավիթը։ Ակտիվացրու բոլոր ազդանշանները։ Ես ճանապարհին եմ։ Եվ Անահիտ, տնից դուրս մի արի։ Ոչ ոքի համար դուռ մի բացիր։ Ոչ ոքի։ Անահիտն արեց ճիշտ այնպես, ինչպես հրահանգված էր։ Կողպեց ամեն ինչ, ակտիվացրեց անվտանգության բոլոր համակարգերը, վազելով վերադարձավ սենյակ, որտեղ Գաբրիելը խաղաղ քնած էր, անտեղյակ մոր սարսափից։ Նա վերցրեց նրան օրորոցից սեղմեց կրծքին, շնչառությունը վերջապես սկսեց հանգստանալ։ Գաբրիելը բողոքով տնքաց, բայց չարթնացավ։ Մինչ սպասում էր Դավիթի ժամանմանը, Անահիտը նորից նայեց իր հետ բերած լուսանկարին։ Ուսումնասիրեց յուրաքանչյուր մանրուք։ Սոնայի դեմքի արտահայտությունը։ Շրջապատող միջավայրը։ Եվ հետո նկատեց մի բան, որը բաց էր թողել նախկինում։ Լուսանկարի խորքում, մասամբ ստվերով ծածկված, մի կերպար կար։ Մի տղամարդ։ Մուգ կոստյումով։ Նա այնտեղ էր եղել։ Բանտում։ Այցելելով Սոնային։ Կամ գուցե վախեցնելով նրան։ Երաշխավորելով նրա լռությունը։ Ո՞վ էր այդ տղամարդը։ Եվ ինչ էր նա ուզում։ Ավիթը ժամանեց 40 րոպե անց անվտանգության ամբողջական թիմով։ Նրանք խուզարկեցին տարածքը, ստուգեցին անվտանգության տեսախցիկները, փնտրեցին ներխուժման որենշան։ Բայց ոչինչ չգտան։ Տեսախցիկները ցույց չէին տալիս որևէ մեկին, որը մոտենում էր տանը։ Ազդանշանային համակարգերը չէին գործարկվել։ Կարծես ծրարը հայտնվել էր կախարդանքով։ Դա հնարավոր չէ, ասաց անվտանգության պետը, հիասթափված։ Ոչ ոք չի կարող անցնել այս բոլոր համակարգերի միջով, առանց հետք թողնելու։ Բայց ինչ-որ մեկը կարողացել է, ասաց Անահիտը, ձայնը լարված։ Ինչ-որ մեկը ռեսուրսներով։ Ինչ-որ մեկը, ով հստակ գիտի, թե ինչ է անում։ Դավիթը երկար ուսումնասիրեց լուսանկարն ու հաղորդագրությունը։ Ես կուժեղացնեմ անվտանգությունը, վերջապես ասաց նա։ Այստեղ 24 ժամ պահակներ կդնեմ։ Քննիչներ կունենամ, որոնք օր ու գիշեր կաշխատեն, պարզելու, թե ով է այդ տղամարդը։ Եվ ես կանեմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում, երաշխավորելու, որ դու Գաբրիելը ապահով լինեք։ Անահիտը գլխով արեց, բայց ներսում գիտեր, որ ֆիզիկական անվտանգությունը բավարար չէ։ Քանի դեռ։ Այդ խորհրդավոր տղամարդը մնում էր ստվերում, քանի դեռ նրա դրդապատճառները մնում էին անհայտ, քանի դեռ Սոնան լուռ էր մնում, նրանք երբեք իսկապես ապահով չէին լինի։ Հաջորդ օրերին Անահիտի կյանքը դարձավ ամրոց։ Անվտանգություն ամենուր։ Շարժման սահմանափակումներ։ Անընդհատ պարանոյա։ Յուրաքանչյուր ստվեր սպառնալիք էր։ Յուրաքանչյուր անծանոթ ձայն վտանգ։ Գաբրիելն աճում էր, անտեղյակ այս ամենից, ժպտալով մանկական ձայներ հանելով, լույսի պահեր բերելով խավարի մեջ։ Անահիտը կառչում էր այդ պահերից։ Դրանք խարիսխներ էին, որոնք թույլ չէին տալիս նրան լիովին կորչել վախի մեջ։ Ավրորա հիմնադրամը շարունակում էր իր աշխատանքը, բայց այժմ մշտական հսկողության տակ։ Անահիտը հնարավորինս հաճախ տեսազանգերով հանդիպումներ էր անցկացնում, դժկամությամբ թողնելով տան անվտանգությունը Գաբրիելի հետ։ Եվ հետո խորհրդավոր նամակից 3 շաբաթ անց, մեկ այլ բացահայտում։ Դավիթի քննիչներից մեկը ինչ-որ բան գտավ։ Կեղծ ընկերության գրառումներ, որոնք կապեր ունեին Արմենի հոլդինգի հետ։ Կասկածելի ֆինանսական գործարքներ։ Եվ մի անուն։ Մի անուն, որը Էն ինչ իմաստավորեց մի նույն ժամանակ ամեն ինչ ավելի բարդացրեց։ Լոն Սարգսյան։ Արմենի հոլդինգի ավագ փոխնախագահը։ Մի մարդ, որն աշխատել էր Արմենի կողքին ավելի քան 1 տասնամյակ։ Մի մարդ, որը համարվում էր հավատարիմ, վստահելի, անփոխարինելի։ Մի մարդ, որը համակարգված կերպով գնում էր ընկերության բաժնետոմսերը միջնորդների միջոցով, իշխանություն կուտակելով, սպասելով ճիշտ պահին, իր քայլն անելու համար։ Անահիտի հետ միջադեպը նրան անձամբ վնասելու մասին չէր։ Կատարյալ սկանդալ ստեղծելու մասին էր։
Արմենին բավականաչափ թուլացնելու մասին, որպեսզի նա կորցնի ընկերության վերահսկողությունը։ Եվ հետո Լոնը կարողանար ստանձնել ունենալով խորհրդի աջակցությունը, բաժնետերերի աջակցությունը, պատմության աջակցությունը։ Սոնան պարզապես գործիք էր։ Անահիտը պարզապես միջոց էր նպատակին հասնելու համար։ Եվ Գաբրիելը երեխան, որը գրեթե երբեք չէր ծնվել, պարզապես ընդունելի կողմնակի վնաս էր կորպորատիվ հավակնությունների սառը հաշվարկված աշխարհում։ Երբ Դավիթը ներկայացրեց ապացույցներն Անահիտին, նա զգաց, թե ինչպես սառը, կենտրոնացված այրույթը հաստատվեց իր կրծքում։ Մենք նրան կբռնենք, ասաց նա, ձայնը պողպատի պես կոշտ։ Մենք նրան կբացահայտենք և կերաշխավորենք, որ նա վճարի իր արած ամեն ինչի համար։ Դավիթը ժպտաց։ Ժպիտ, որն Անահիտը հազվադեպ էր տեսնում։ Գիշատիչ ժպիտ։ Արդեն աշխատում ենք դրա վրա։ Բայց պետք է զգույշ լինենք։ Նա կապեր ունի։ Ռեսուրսներ ունի։ Եթե չափազանց արագ շարժվենք, նա կարող է անհետանալ։ Ապա մենք համբերատար կլինենք, ասաց Անահիտը։ Մենք անհերքելի գործ կկառուցենք։ Եվ երբ պատրաստ լինենք, մենք նրան կոչնչացնենք այնպես, ինչպես նա փորձեց ոչնչացնել մեզ։ Հաջորդ շաբաթների ընթացքում, մինչ քննիչները կառուցում էին իրենց գործը, Անահիտն իր ուշադրությունը դարձրեց Ավրորա հիմնադրամին։ Եթե Լոնը մտածում էր, որ նա կվախենա, կնահանջի, կանհետանա մթության մեջ, նա լիովին սխալվում էր։ Հիմնադրամն արագ աճեց։ Ավելի շատ կանայք օգնություն էին փնտրում։ Ավելի շատ կամավորներ էին առաջարկվում։ Ավելի շատ նվիրատվություններ էին գալիս։ Անահիտը դարձավ հանրային դեմք, հարցազրույցներ տալով, հոդվածներ գրելով, համաժողովներում ելույթ ունեն ալով։ Նա իր պատմությունը պատմում էր կրկին ու կրկին։ Ոչ թե որպես զոհ, այլ որպես վերապրող։ Եվ ամեն անգամ, երբ պատմում էր, մեկ այլ կին քաջություն էր գտնում իրենը պատմելու։ Շարժումն աճեց։ Ավրորան դարձավ ավելին, քան հիմնադրամ։ Այն դարձավ խորհրդանիշ։ Եվ մինչ դա տեղի էր ունենում, Անահիտը կառուցում էր իր սեփական ամրոցը։ Ոչ թե բետոնից ու պողպատից, այլ նպատակից ու համայնքից։ Յուրաքանչյուր կին, որին օգնում էր, նրան ավելի ուժեղ էր դարձնում։ Յուրաքանչյուր կյանք, որին դիպչում էր, նրան ավելի դիմացկուն էր դարձնում։ Գաբրիելը 3 ամսական էր, երբ վերջապես Լոն Սարգսյանի դեմ գործն ավարտված էր։ Ապացույցները ջնշող էին։ Խարդախություն, մանիպուլյացիա, դավադրություն։ Ամեն ինչ մանրակրկիտ փաստաթղթավորված, ստուգված, անհերքելի։ Ձերբակալությունը կատարվեց զուսպ, առանց աղմուկի, առանց դրամայի։ Լոնին տարան իր գրասենյակից մի սովորական առավոտ, ձեռքերը ձեռնաշղթաներով, դեմքը ցնցումի զայրույթի դիմաc։ Նա առանց պայքարի չգնաց։ Վարձեց լավագույն փաստաբաններին։ Հերքեց ամեն ինչ։ Պնդեց, որ իրեն շրջանակի մեջ են գցում։ Բայց ապացույցները չէին ստում։ Եվ աստիճանաբար նրա զգուշորեն կառուցված դիմակը փլուզվեց։ Վկաներ սկսեցին հայտնվել։ Մարդիկ, որոնց նա վախեցրել էր։ Մարդիկ, որոնց նա մանիպուլյացիայի էր ենթարկել։ Մարդիկ, որոնք վերջապես քաջություն ունեցան խոսելու։ Եվ Սոնան։ Վերջապես, Սոնան խոսեց։ Դատավճռի մեղմացման դիմաց նա համաձայնեց ցուցմունք տալ։ Պատմեց ամեն ինչ։ Ինչպես էր Լոնը իրեն փնտրել։ Ինչպես էր նա ներշնչել Անահիտի հետ առերեսվելու գաղափարը։ Ինչպես էր նա երաշխավորել, որ ինքը կլինի հիվանդանոցում այդ կոնկրետ օրը։ Ինչպես էր նա մանիպուլյացիայի ենթարկել յուրաքանչյուր քայլ, միշտ մնալով ստվերում, միշտ ձեռքերը մաքուր պահելով։ Սոնան նա բացահայտեց, որ սպառնալիքները շարունակվել են նույնիսկ բանտում։ Լոնը հասկացրել էր, որ եթե նա խոսի, մարդիկ, որոնց նա սիրում է, կտուժեն։ Այդ պատճառով նա այդքան երկար լուռ էր մնացել։ Ոչ թե փողի համար։ Վախի։ Լոնի դատավարությունն արագ էր։ Ապացույցների Սոնայի ցուցմունքի հետ նա շատ բան չէր կարող անել։ Դատապարտվեց 15 տարվա ազատազրկման մի շարք մեղադրանքներով։ Նրա կարիերան ավարտվեց։ Նրա հեղինակությունը ոչնչացվեց։ Նրա կյանքը, ինչպես նա գիտեր, ավարտվեց։ Անահիտը ներկա էր դատավճռին։ Նայեց Լոնին, մինչ դատավճիռը կարդում էին, բավարարվածություն չզգաց։
Զայրույթ չզգաց։ Զգաց միայն խորը տխրություն մարդկային կարողության համար հավակնությունների անունից վնաս պատճառելու։ Երբ դուրս եկավ դատարանից, նա ամուր գրկել էր Գաբրիելին, նրա փոքրիկ հետաքրքրասեր դեմքը շուրջն էր նայում, փորձելով հասկանալ մեծահասակների տարօրինակ աշխարհը։ Այս անգամ իսկապես ավարտվեց, հարցրեց նա Դավիթին։ Նա գլխով արեց, բայց աչքերում զգուշավորություն կար։ Ավարտվեց։ Բայց Անահիտ, Լոնի նման մարդիկ հազվադեպ են միայնակ գործում։ Կարող են լինել ուրիշներ։ Կարող են լինել բաներ, որոնք դեռ չենք բացահայտել։ Անահիտը երկար մտածեց այդ մասին։ Ապա մենք պատրաստ կլինենք, վերջապես ասաց նա։ Որովհետև ես այլս վախով չեմ ապրելու։ Ես կառուցել եմ մի բան, որն ավելի մեծ է, քան ես։ Ավելի մեծ, քան ցանկացած սպառնալիք։ Եվ ես կշարունակեմ կառուցել։ Եվ նա արեց ճիշտ այդպես։ Հաջորդ ամիսներին Ավրորայի հիմնադրամը շարունակեց աճել։ Անահիտը դարձավ ազգային ձայն կանանց իրավունքների, հղիների պաշտպանության քաղաքականության, արդարադատության համակարգի բարեփոխումների հարցերում։ Նրա դեմքը ամսագրերում էր։ Նրա պատմությունը ոգեշնչում էր հազարավորներին։ Գաբրիելն աճում էր, շրջապատված սիրով նպատակով։ Արմենը կատարում էր իր հոր դերը հանգստյան օրերին, աստիճանաբար նրանք գտան մի ռիթմ, որն աշխատում էր։ Դա այն ավանդական ընտանիքը չէր, որն Անահիտը պատկերացրել էր։ Բայց դա իրենցն էր։ Եվ դա բավարար էր։ Սոնան կրում էր իր մեղմացված պատիժը, բայց Անահիտը երաշխավորել էր, որ նա հասանելիություն ունենա թերապիայի, կրթության, նախապատրաստման, երբ ազատ արձակվի։ Որովհետև Անահիտն այժմ հասկանում էր, որ Սոնան զոհ էր, հանցագործ։ Եվ այդ շրջանը կոտրելը կարեկցանք էր պահանջում, ոչ միայն պատիժ։ Դավիթը, որը երբեք հուզական դրսևորումների մարդ չէր, դարձավ նվիրված պապիկ։ Այցելում էր Գաբրիելին, երբ կարողանում էր, թոռանը գրկում մի խնամքով, որը երբեք չէր ցուցաբերել, երբ Անահիտը երեխա էր։ Կարծես Գաբրիելը նրան փափկացրել էր, մարդկային դարձրել մի ձով, որը ասնամյակների բիզնեսը երբեք չէր կարողացել։ Միջադեպից 2 տարի անց Անահիտը Սանի ամառանոցի պատշգամբում էր, դիտելով, թե ինչպես է Գաբրիելը խաղում ավազի մեջ։ Նա այնքան էր մեծացել։ Արդեն քայլում էր, խոսում կարճ նախադասություններով, սեփական բնավորություն ուներ։ Նա քաջ էր։ Հետաքրքրասեր։ Բարի։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Իր կատարած ընտրությունների։ Իր բախված մարտահրավերների։ Իր կրած սպիների։ Բայց նա մտածեց հաղթանակների մասին։ Այն կյանքերի, որոնց դիպել էր։ Այն տարբերության, որը բերել էր։ Այն կնոջ, որը դարձել էր։ Ճանապարհորդությունը այն չէր, ինչ նա սպասում էր։ Բայց այն ձավորել, փոխակերպել, ուժեղացրել էր նրան այնպիսի ձերով, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել։ Գաբրիել չիկ, կանչեց նա։ Ուտելու ժամանակն է։ Տղան վազեց դեպի նա, ավազը կպած հագուստին, հսկայական ժպիտը դեմքին։ Անահիտը նրան գրկեց ամուր սեղմեց, շնչելով արապաշտպան քսուքի մանկության հոտը։ Սիրում եմ քեզ, իմ սեր, շշնջաց նա։ Ես էլ քեզ, մամ, պատասխանեց Գաբրիելը, նրա բառերը դեռ մի փոքր խառն էին։ Բայց կատարյալ պարզ նրա համար։ Եվ այդ պահին, դիտելով լիճը, գրկելով իր որդուն, Անահիտը գիտեր։ Այն ամենը, ինչի միջով նա անցել էր, ողջ ցավը, ողջ տրավման, ողջ վախը, արժեր դրան։ Որովհետև դա նրան բերել էր այստեղ։ Այս պահին։ Այս կյանքին։ Մի կյանք, որը նա կառուցել էր։ Մի կյանք, որը նա ընտրել էր։ Մի կյանք, որը լիովին, իսկապես իրենն էր։ Ստվերների ուրվականը բացահայտվել էր։ Գաղտնիքները բացահայտվել էին։ Արդարությունը հաղթանակել էր։ Եվ Անահիտ Վարդանյանը, որը մի օր ընկել էր սպասասրահում գրեթե կորցրել ամեն ինչ, այժմ կանգնած էր, ավելի ուժեղ, քան երբե, պատրաստ այն ամենին, ինչ ապագան կբերեր։ Որովհետև նա սովորել էր ամենակարևոր դասը, որ իսկական ուժը երբեք չընկնելուց չի գալիս։ Այն գալիս է ամեն անգամ ընկնելուց հետո ոտքի կանգնելուց։ Սպիները պատմությունների վերածելուց։ Ցավը նպատակի վերածելուց։ Եվ Գաբրիելի հետ իր գրկում կառուցվող ժառանգությամբ Անահիտը քայլում էր դեպի ապագա ոչ թե վախով, այլ հույսով։ Որովհետև անցյալը կարող է թանկ նստել։
Բայց ապագան քոնն է, ստեղծելու համար։ Եվ նա նոր էր սկսում։